Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես Էրիկն եմ, ես մի 10 տարվա, 9-10 տարվա փորձով software engineer եմ, տարբեր ոլորտներում աշխատել, սկզբում եղել եմ React.js developer, React-ի վախտերով շուտ, հետո անցել եմ ավելի շուտ backend-ական գործերի full stack բաներ եմ արել, հետո React Native եմ արել, ավելի վերջերս աշխատել եմ որպես platform engineer, մի քիչ DevOps-ական, մի քիչ scalability բան, հիմա էլ աշխատում եմ որպես platform AI engineer մի հատ San Francisco-ի ստարտափում, անունները դժվարանում են, բայց գործը նույնն է մնում։ Ես կուզեմ մի քիչ sense ոնց որ ծանոթանամ ձեր հետ, իմանամ դուք ինչ եք անում, ոնց որ ինչով եք հետաքրքրված, որ փուլում եք, գործի դիմում եք, թե չէ։ Ու ամեն ուզում հասկանամ այս AI-ը ոնց է ազդել հիմիկվա մարքեթի վրա, դուք զգում եք այդ ձեր ոնց որ մաշկի վրա թե չէ, ու տենց էլի, խոսանք իրար հետ մի հատ հասկանանք, ու հետո արդեն կսկսենք կիսվենք իրար հետ փորձով, էլի։ Ինչ որ մեկը կա, որ կուզի իր մասին ինչ որ բան ասի, իր փորձից թեկուզ սիստեմ դիզայն ինտերվյուների հետ կապված։ Մի բան ասեք, մեկը մի բան ասեք։ Որ այդ համ կասեմ։ Հա, օքեյ, այսինքն բայց դիմում ես գործերի հիմա։ Հələ չէ, բայց Հիմա համալսարանում ես սովորում։ Հա, ստեղ ես։ չէ, Որտեղ։ ամերիկյան։ Որ կուրս ես։ Երրորդ։ Ու դիմել ես вообще գործերի, թե հələ չես սկսել։ Ահա, ահա, ահա։ Вообще որ դիմել ես գործերի ինտերվյու process-ի մեջ ալգորիթմիկ ինտերվյու ա եղել, ենթադրում եմ։ Take home assignment ա եղել, ինչ որ task են տվել, որ գնաս տանը անես։ Չէ, տեղում եղել է ալգորիթմիկ ինտերվյու։ Ալգորիթմիկ չէ, այդքան անշատ ինչ գիտես, ինչ։ Հասկացա։ Մարդ կա, որ ինչ որ պահի, ինչ որ system design ինտերվյուի կամ մասնակցել է, կամ ասենք կարար մասնակցել, եթե ինչ որ մի փուլ էլ անցներ։ Արխիտեկտուրան է նույնն։ Այդ հիմնականում, okay, system design-ը հիմնականում մի հատ ինտերվյուի տենց փուլ է, որը mid ու senior տենց ինժեներներին է հիմնականում տալիս, երբ որ սկզբում ինչ որ ալգորիթմիկ փուլ է ալնում, ինչ որ take home փուլ է ալնում, փուլերը ինչքան դնում ենք, այնքան շատանում են, ու վերջում է մի հատ տենց միջև այն ինչ որ cultural interview-ն, ելնում է մի հատ system design փուլ 1-1, որտեղ ասենք օրինակ եթե կամպանիա եք դիմում, ասենք Notion եք դիմել աշխատանքի համար, իրանք system design interview-ի ժամանակ կարան ասեն ոնց կսարքեի Notion-ը, եթե դու ստեղ աշխատեիր, էլի։ Ու այդտեղ պետքա դու ոնց որ 0-ից իրանց ցույց տաս, որ դու հասկանում ես ոնց է ընդհանուր համակարգը աշխատում, այդ իրանց սարքած։ Okay, լավ։ Այս ինտերվյուն կամաց ավելի հաճախ է սկսում հանդիպել գոնե ինձ ու այս system design interview-ի ամենաառաջի փուլը այն է, որ պետք է գտնես օֆիսը, այսօր բոլորս ախտարեցինք, շատ դժվար էր, բայց մի ձև ստացվեց։ Հիմա մի հատ ասեմ մոտավորապես ինչ ենք անելու այսօր խոսալու ենք ինչ է այս ինտերվյուն, ինչի են вообще մարդիկ sense ինտերվյու անում, որտեվ ակնհայտ է, որ եթե իրանք ասեն YouTube-ը սարքի, չես կարող 45 րոպեում вообще YouTube-ին մոտիկ սկի բան սարքես։ Ոնց կարելի է մոտենալ հարցերին, ինչ են իրանք ուզում լսեն ոնց որ մեզանից, ու ոնց կոմունիկացվել ինտերվյուերի հետ, որ ավելի շատացնել շանսը, որ իրանք ձեզ կհավանեն։ Այս talk-ը ոնց որ նաև կարելի է համարել, որ հենց իսկական system design-ի talk է, բայց ավելի շատ ինտերվյուի մասին է, ոնց որ իսկական կամպանիայում system design անելուց դու նենց չես անում, որ դիմացինի դուրը գաս, դու իսկականից system ես դիզայն անում, այստեղ ուզում ես նենց անես, որ ինքը իմանա, որ դու գիտես ոնց system design անես։ Հա, այդ տարբերակումը կա։ Ահա, հիմա ինչա system design-ը։ System design-ը ոնց որ art and science, որ սարքես application-ներ, որոնք հիմնականում աշխատում են շատ մեծ data-ի հետ։ Յուրաքանչյուր խնդիր, որ իրանք ձեզ կհարցնեն, լինելու է բավականին մեծ scale-ի, էլի, ասելու են դիզայները Notion, դիզայները YouTube, դիզայները Twitter, բան, նենց բան, որտեղ այդ data flow-ն պատկերացնելը, ոնց data-ն store անես, ոնց մտածես, ասենք այդ data storage-ի գնի մասին, ինչ տիպի database-ում store անես, ոնց decouple անես ինչ-որ master application-ի, տենց բաների մասին մտածելը, այս ինտերվյուն է ստուգում։ Ուրիշ ձև ասած, պետք է հասկանալ կոմպոնենտները, ասենք դատաբազաների տեսակները, QA-երի տեսակները, չգիտեմ, messaging system-ների
տեսակները ու իրանք ոնց են իրար հետ աշխատում, ոնց անել, որ եթե 10 անգամ էլի user-ների քանակը մեծանա կամ սիստեմը կարողանա handle անի կամ ունենաս պլան, ոնց այդ սիստեմը agile ձևով փոխեցնես, որ կարողանա handle անի։ Եթե ինչ-որ պահին ինչ-որ մեկը ինչ-որ բան ուզենա ասի, հանգիստ ասեք, տենց քիփլիկ հավաքված ենք էլ իրար հետ։ Ինչի են այս ինտերվյուն անում։ Այս ինտերվյուն ոնց որ ի տարբերություն այդ ալգորիթմիկ take-home ինտերվյուների բան չունի ճիշտ ու սխալ պատասխան։ Ես էլ այսօր ինչ-որ բաներ որ պատմեմ, շատ հավանական է, որ դուք ասենք չհամաձայնվեք։ Որ չհամաձայնվեք, ասեք կարանք քննարկենք էլ, կարող է պատասխաններն փոխվեն էլի դաժե ինտերվյուի այդ talk-ի ընթացքում։ Շատ ավելի open-ended ինտերվյու է, շատ ավելի շատ communication-ի ու դիմացինի հետ խոսալու մասին է, ու ալգորիթմիկ ինտերվյուի տարբերությունն այն է, որ ավելի շատ պետքա breadth, ոչ թե depth, ավելի շատ պետքա որ դու շատ ավելի line բաներ իմանաս, քան թե խորը ինչ-որ մի հատ բան իմանաս։ Ցանկալի է որ շատ տարբեր սիստեմներից գաղափար ունենաս, տարբեր սիստեմների հետ աշխատած լինես, որ պատկերացնես թե իրանք ոնց են իրար հետ կպնում։ Այդ մի կողմից ոնց որ վատ է այն առումով, որ դժվար է շատ սիստեմների հետ աշխատելը, դրա համար երկար ժամանակ է պետք, բայց մյուս կողմից էլ լավ է, որովհետև կարաս դու ոնց որ hack անես այդ process-ը, գտնես գրքեր, որոնք խոսում են system design architecture-ի մասին, որոնք ասում են որ կոմպոնենտների վրա ուշադրություն դարձնես, կարդաս հենց այդ կոմպոնենտների մասին ու իմանաս այնքան, ինչքան քեզ պետք է, էլի։ Քանի որ շատ խորություն պետք չի, կարաք տենց մակերեսային իմացությունով էլ առաջ գնաք։ Այդ լրիվ աշխատող բան է։ Այս ոնց որ sense ինչ-որ միմ եմ սարքել system design-ի iceberg-ն է, հա, ինչքան վերև, այնքան ավելի པարզ կոնցեպտներ են, ինչ-որ SQL cache, load balancer, NoSQL բան, ու ինչքան իջնում ես ներքև, այնքան արդեն ավելի դժվար կոնցեպտներ են գալիս, CRDT, Bloom filter-ներ, բան, ու այս էլ այդ խորության ու այդ մակերեսայնության մասին է, ինչքան ավելի մեծ կամպանիա եք դիմում, ինչքան ավելի դժվար պոզիցիա եք դիմում, staff engineer եք դիմում Google-ում, շանսը շատ է, որ իրանք ձեզ շատ ավելի խորը հարցեր կտան, նենց հարցեր, որ ահագին ավելի բարդ է պատասխանելը, քան թե սովորական system design ինտերվյուների ժամանակ ու ցանկալի է տենց խիստ experience ունենալ հենց այդ իրանց սիստեմների հետ։ Օրինակ այդ fuzzy indexing-ի մասին հարցեր, вообще ոնց են database-ը սարքում, database internals, ոնց ընտրել ինչ տիպի ինդեքսացիա անել data-ի, բան, ու էդի այսօր չենք խոսա այդ կարգի բաների մասին, էլի, ավելի խոսանք հասարակ պոզիցիաների, mid to senior level-ի պոզիցիաների մասին։ Հա, ու էլի բաներ կա, որ իրանք փորձում են տեստ անեն, այդ այնա, թե ոնց որ դուք ոնց եք կարող կողմնորոշվեք ambiguous environment-ներում, հա, այսինքն եթե ասում է YouTube սարքի, այդ вообще ակնհայտ հարց չի, էլի, սորտավոր ես լիստը շատ ուղիղ հարց է, սորտավոր ես լիստը, եթե AI-ին տաս, ինքը սորտավորի լիստը։ Բայց որ ասես YouTube սարքի, հիմա вообще ինչ է նշանակում YouTube, հա, YouTube-ը որ մասն է YouTube-ի, էդի URL-ն է, թե ինտերֆեյսն է, թե backend-ն է, թե վիդեոներն են, թե կոմենտներն են, YouTube-ի օրինակը ունեմ, դրա մասին խոսանք, ու շատ կարևոր է, որ հենց ինտերվյուի ժամանակ, ինտերվյուի սկզբում, երբ որ ինքը ասում է YouTube սարքի, շատ կարևոր է, որ մենք ինտերվյուի հետ խոսանք ու իրար հետ համաձայնվենք, թե ինչ է նշանակում YouTube սարքի։ Ամենասում այդ constraint setting-ի մասն է։ Ու նաև որոշ դեպքերում նայած ինչ պոզիցիա եք դիմում, բայց որոշ դեպքերում նաև կարևոր է հասկանալ, թե ինչ customer-ի համար են սարքում։ Այդ է ցուցատանի ինչ-որ product level thinking, այսինքն որ ինքը ասում է YouTube սարքի, դու կարաս ասես, լավ, այս YouTube-ի ալտերնատիվ եմ, հա, սարքում, բայց ով է նայելու այդ ալտերնատիվը, որ կարողանաս դու քո ideal customer profile-ը ունենաս, կարող է իրանց նաև ցույց կտաս, որ դու ոնց որ product thinking mindset-ը ունես, էլի, թե ոչ միայն ինչ ենք սարքում, այլ նաև ինչի ենք սարքում, դա էլ կարա պետք է։ Load-ը, անպայման, load-ը ահա որ կարևոր է, ճիշտ ես ասում, հա, այսինքն այդ constraint setting-ի մեջ մաս է մտնում նաև, որ իրանց հարցնես, թե լավ YouTube եմ սարքում, քանի վիդեո կա այս YouTube-ում, հա, ու քանի user-ը օգտագործում, օրը քանի մարդ է մտնելու, քանի ինչ constraint-ներ կան, ասենք վիդեոների վրա, մի վիդեոն միջև ինչքան կարա լինի, կարա, ասենք վիդեոն լինի 40 ժամ, թե ասենք 1 գիգաբայթի սահմաններում պետք է լինի, ինչ կոդեքսներ ենք support անելու, բան, լիքը հարցեր կարաք տակ, վստահ չեմ, որ այդ բոլոր հարցերի մեջ խորանալ արժի ինտերվյուի ժամանակ, այնքան է, որ իրանք այստեղ իմաստը այն է նախ, որ դուք կարողանաք այնքան նեղ պրոբլեմ ստանաք, որ կարողանաք լուծեք,
ու որ իրանք համաձայնել են ձեր լուծման հետ, ու նաև որ իրանք իմանան, որ դուք գիտեք, որ պետք է այդ answer-ը տալ։ Դա ինտերվյուի մասն է, էլի։ Հա, մեկը կա ֆունկցիոնալ ու ոչ ֆունկցիոնալ requirement-ներ։ Օրինակ YouTube-ի ֆունկցիոնալ requirement-ը, որ մարդը պիտի կարողանա վիդեո գցի ու մարդը պիտի կարողանա վիդեո նայի։ Սրանք կոնկրետ ֆունկցիաներ են YouTube-ի։ Ոչ ֆունկցիոնալ requirement-ը, որ օրինակ եթե վիդեո գցես, պիտի երբեք չջնջվի, ու եթե վիդեո ես նայում, պիտի ասենք latency-ն շատ քիչ լինի, պիտի 50 միլիվայրկյանում քեզ վիդեոն հասնի։ Այդ ոչ թե sense ֆունկցիոնալ requirement-ը, այլ sense ավելի շատ logistic requirement-ը, էլի, թե արագ սայթը արագ բացի, մարդկանց չջղայնացնի այդ սայթից օգտվելը բան, sense requirement-ները դրանք ոչ ֆունկցիոնալ requirement-ներն են։ Sense մի հատ կոնցեպտ կա, կոչվում է back of the envelope calculations, այդ հենց այնա, ինչի մասին նոր խոսացինք, այդ load-ի estimation-ի մասին, երբ որ քեզ ասում են, որ YouTube-ում կա 100 միլիոն հատ վիդեո, ըստ օրինակ ունեմ, այդ վրա գնանք։ Okay, Twitter-ի assumption-ներն ենք անում։ Ենթադրենք կա 500 միլիոն հատ active monthly user։ Հիմա մենք կարանք իրանց հարցնենք, այդ monthly active user-ներից քանի հոգի է ամեն օր օգտագործում։ Իրանք հաճախ կարան պատասխան տան, դու քո համար մտածի ջոգի քանի հոգի է օգտագործում, դու set արա քո constraint-ները, ասենք 20%-ն է օգտագործում ու ենթադրենք միջինում 2 post է անում ամեն user-ը, հա, ասենք կարող է լիքը user post չի անում, բայց մեկն է, ասենք Elon Musk-ն է, տենց 50 հատ post անում մի օրում, միջինը բարձրացնում է։ Ու էլի constraint setting-ի հարց կա, այս Twitter-ը մենակ տեքստ է, թե նաև կարան մեջը նկար դնեն, ինչ-որ աուդիո դնեն, վիդեո դնեն։ Ու ենթադրենք իրանք ասում են 10%-ը պարունակում է մեդիա։ Հիմա արդեն կարանք sense ոնց որ մտքի մեջ արագ estimation անենք։ Այստեղ հեսա գրած է մի քանի բան, այսինքն ունենք 100 միլիոն daily active user, 200 միլիոն daily tweet, այսինքն քանի tweet է մի վարկյանում ելնում, օրվա մեջ կա 86400 վարկյան, այս թվերը вообще կարևոր չեն, 100,000 ենք գցում ու ասում ենք, որ գծետը 2000 tweet։ Այս peak QPSC estimation-ը հավես բանա, այդտեղ օգտագործվում է հիմնականում այդ 80-20 rule-ը, հա, այսինքն դու ասում ես, որ տենց մի հատ կանոն կա 80-20 rule-ը կոչվում, որ ասում է ռեզուլտատի 80%-ը գալիս է ոնց որ effort-ի 20%-ից։ Ու այդ Pareto-ի էֆեկտ, այո։ Այս էֆեկտը ահավոր շատ տեղեր է ոնց որ մեզ հանդիպում, նաև ստեղ։ Հիմա ստեղ ես այդ օգտագործելով հաշվել եմ անգամ 4, որ օրվա ժամերը բաժանեք, որ 20%-ը գալիս է 4-8 ժամ, Twitter-ի 80%-ն է գալիս է ինչ-որ ոչ անգամ 4-ը, նույն բանն է։ Անգամ 4 արեք, ասեք 80-20 principle-ով անգամ 4 ենք անում։ Ու նաև QPS estimation-ների մեջ հիմնականում 3 բան է մտնում, մեկը query per second estimation-ն է, մեկը media storage estimation-ն է, այդտեղ ընդեղ արած, որ ասում ես, ասենք մի տարվա համար ինչքան storage-ը քեզ պետք է լինելու մոտավորապես, այստեղ մենակ media-ն է հաշված, հենց tweet-ի տեքստերը հաշված չի, որտեղ media-ն 5 մեգաբայթ է, այդ tweet-ը ասենք 5 կիլոբայթ, հələ դաժե շատ մեծ թիվ եմ գրել, bot-ն է լրիվ media-ն է, էլի։ Չնայած այդտեղ կարաք ասեք, որ media-ն պահվում է ուրիշ տիպի storage-ում, այն է պահվում է database-ում, այդտեղ էլի խորանալու տեղ կա, այստեղ է սա հաշված։ Query per second estimation, media storage estimation, մեկ է throughput estimation, network, այսինքն օրը ինչքան outgoing network ունես, ինչքան քեզնից data քաշում։ Այս կարևորը օրինակ YouTube-ում կամ Netflix-ում, որտեղ մարդիկ ահավոր շատ վիդեոներ են նայում, տենց օրվա մեջ տերաբայթ, չգիտեմ, probably պետաբայթներով վիդեոներ են stream անում, ու այդ շատ արագ ոնց որ costs pile up, էլի, շատ արագ կարա ահավոր թանկ բան դառնա, այդ օրինակ այդ Amazon-ի CloudFront CDN-ը 1 GB stream անելու, 1 GB download անելու համար charge անում ինչ որ մի 2 cent տոլի ինչ, որը եթե տերաբայթներ ես charge անում, stream անում կոնկրետ թիվ է դառնում, էլի։ Այդ 3 բաներն են։ Ինչ որ հարց կա միջև այս կամ ինչ որ clarification կամ ինչ որտեղ սխալվել եմ, դուք ինձ ասեք ոնց ավելի լավ կլինի անել tips։ Այս cap theorem-ը, вообще այս distributed system-ների մեջ, sense հայտնի theorem է, theorem մաթեմատիկոսներն են, էլի theorem-ների բան, այս computer scientist-ները theorem-ից այդքան լավ չեն։ Շատ դժվար է հնչում theorem, այս տենց ահագին ավելի պարզ բան է։ Ասում է, որ եթե system-ը ուզում ես լինի partition tolerant, իսկ մենք ուզում ենք մեր բոլոր system-ները լինեն partition tolerant։ Այդ շատ կարևոր բան է, որտեվ մեծ application-ներում, այս sense scale-ի application-ներում, չնայած դաժե ավելի փոքր application-ներում, շատ հաճախ ինչ որ system-ի ինչ որ մաս, ինչ որ ուրիշ մասի հետ չի կարող խոսա։
շատ հաճախ ինչ որ network-ն է partition-ելնում, բան, ինչ որ մի բան նիտո է գնում, ինչ որ մեքենա է մեռնում, մյուսին հասանելի չի լինում։ Մի բան նիտո է գնում, ու մենք չենք կարող այդ պահին ունենանք 100%-անոց համակարգի ոնց որ wholeness, էլի, բոլոր կոմպոնենտները իրար չեն կարող խոսան։ Այդ դրա հետ deal անելու համար մենք պետք է կամ sacrifice անենք consistency-ին կամ availability-ին։ Հիմա consistency ի՞նչ է նշանակում։ Consistency-ն այն է, որ հիմա այս Alice-ը դատաբազայի մեջ գրեց, որ անհավասար է 1։ Bob-ը, եթե դրանից հետո կարդա, պետք է կարդա 1, անպայման պետք է կարդա 1, միշտ։ Եթե Alice-ից մի վայրկյան հետո request արես, պետք է կարդա 1։ Եթե Alice-ը գրել է, ասենք, ինչ-որ մի հատ դատաբազայի մեջ, իսկ Bob-ը կարդում է ռեպլիկայից, ու ռեպլիկայի ու main դատաբազայի միջև կապը խզվել է, պետք է ասենք, չգիտենք, կապը խզվել է, չգիտեմ, կարող է կապը խզվելուց հետո ինչ-որ բան փոխվի, error պետք է տանք։ Օրինակ, տենց սիստեմի օրինակ կարաք ասեք, որ պետք է consistent լինի, ոչ թե այո, դա մենակլասիկ օրինակն է, ու ես իրականում շատ ավելի շատ ուրիշ օրինակներ չգիտեմ, ստում եմ մենակ էտա։ Հիմնականում ֆինանսական, ինչ որ կարող է, չգիտեմ, healthcare, ինչ? Betting-ը, այո։ Լյուբոյ բան, որ փողի հետ կապ ունի, պետք է consistent լինի։ Availability-ն իսկ եթե մենք ասում ենք լավ, okay, ոնց որ ջանդամ consistent լինի, մյուս option-ը available լինելն է։ Էդ էլ է, որ okay, ամեն ինչ աշխատում է։ Էդ էլ է, որ եթե Bob-ը հարց տվեց, միշտ մի բան ասա էլի, մի լավ սուտա, ոչ մի բան ասա, Bob-ն էլի շատ է ջոգում, լավ է թե չէ։ Այդ նշանակում է, որ Alice-ը variable-ը 0 էր, Alice-ը սարքեց 1, connection չկա, Bob-ը հարց տվեց, ասում ենք հա 0, շատ գնա, շում լավ ամեն ինչ։ Այս շատ օգտագործում է basically բոլոր մնացած տեղերը, չգիտեմ, step counter, ինչ որ social media, հա, բանկերում ոնց, այսինքն հայկական բանկերում։ Հա, դե ասում եմ լավ, դե Bob-ն է էլի, փողը ունի չունի, ինչ կապ ունի։ As availability-ն ամենաշատը social media-ներում են օգտագործում, նո այդ օրինակն են բերում, սաղ գրքերը, բաները, որ կարդում ես, ասում են, որ հիմա ասենք, չգիտեմ, Twitter-ում ինչ-որ մեկին follow ես արել, նոր tweet ար, Instagram-ում լավ, Instagram-ում ինչ-որ մեկին follow ես արել, նոր նկարակցե, եթե դու այդ մի ռեպլիկա ինչ ես follow-անում, ոչ լավ, նախորդ feed-ը տեսել, 5 վայրկյանից կտենաս։ Մի քանի consistency ոնց որ մոդելներ կան, կա weak consistency, որը նշանակում է ոնց որ best effort, էլի կկարողանանք, չէ, չենք կարողանա։ Կա eventual consistency, որը նշանակում է ես խոստանում եմ, որ եթե սիստեմից մեծ քանակի request-ներ չգան, ոնց որ սիստեմս հանգստի վիճակում լինի, մի օր ես կգամ նենց վիճակի, որ consistent եմ։ Այդ մի օրը իրականում տենց վայրկյանների հարց է, դաժե միլիվայրկյանների հարց է, այդ replicate կլինեմ, ամեն ինչ լավ կլինի, էլի։ Ու մեկը կա strong consistency, այդ էլ այդ բանկերինն է, այդ էլ է, որ եթե մի բան գրիր, սինխրոն պետք է consistent լինի։ Вообще չի կարող ոչ մի միլիվայրկյան ուշացում լինի։ Հիմա մենք այս building block-երի վրով հերթով sense անցնեմ, բնականաբար շատերը կիմանաք համարը բոլորը, բայց it's useful, էլի։ Դայ։ Ահա։ Այո։ 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 Էս չկա։ Betting-ում էս չկա։ Betting-ը ես հիմա պատկերացնում եմ օրինակ Visa payment համակարգը վարկյանում ես իմ քանի 10,000 հատ վճարում եմ կայացնում, available չի։ Այսինքն եթե հանկարծ network partition լինի, չի աշխատելու։ Ոնց արկան օրը մեջ փչանում էր այն ժամանակ։ Betting-ը դե եթե network partition լինի, ես ինքը էլի հասանելի է, ոնց որ դու հիմնականում այս երկուսը okay է որ իրար հետ կան։ Այս երկուսը իրար հետ չեն կարող լինել, եթե էսի ակտիվ է։ Հենց partition-ը tolerate լինի, հենց partition-ը կիսվի, այսինքն network-ը կիսվի, մի վայրկյան։ Հենց network-ը partition լինի։ Արդեն պետք է սրանից մեկը ընտրես։ Հիմա եթե betting system ունես, երկու հատ դատաբազա ունես, Չէ, network partition։ Ի նկատի ունեմ իսկական կյանքի, այսինքն բան, sense պրակտիկ օրինակ։ Ստե մի հատ սերվեր դրած, ստե մի հատ սերվեր դրած, մեջտեղը LAN կաբել է քաշած։ Այս betting-ի կամպանիայում է։ Այս հավաքարը sense խփում այս LAN կաբելը կտրում է։ Հիմա այս replica database-ը, իր ոնց որ այդ master database-ին չի կարդում, չի կարող կարդա։ Եթե դու replica-ին կպնես, error կստանաս betting-ի դեպքում։
Իսկ social media-ի դեպքում կստանաս նախորդ feed-ը, հին feed-ը։ Betting-ում, եթե դու կպնես ռեպլիկային, ոնց որ ռեպլիկան կասի, ես չգիտեմ, ես master-ից փոկվել եմ, ու քեզ կասի ներող 500 error կամ չգիտեմ, ես ինչ error, հիմա չենք կարող քեզ սպասարկենք։ Հիմա building block, այդ իրականում այդ cap theorem-ը ստեղ հա շատ ռելևանտ է, բայց նաև շատ ռելևանտ է այդ distributed համակարգերում, որոնք system architecture-ին I guess ինչ-որ sense կից բանա, հա, ինչա կոչվում, study անելու տեղ է, որը տեղ ասենք խոսում են ինչ-որ պրոտոկոլների մասին, որոնք նույն կոդը run ալնում մի քանի տարբեր կոմպերի վրա։ Օրինակ չգիտեմ, Bitcoin-ը distributed system է։ Լրիվ նույն կոդն է տարբեր կոմպերի վրա run լինում ու իրանք այդ կոմպերի հետ խոսում են as if որ muse կոմպը peer է, էլի։ Օրինակ raft algorithm կա տենց, որը key values թորա սարքում multiple կոմպերի վրա ու եթե այդ կոմպերից մեկը մեռնի, ամեն ինչ օքեյ է։ Մեկը եթե majority-ն կա, օքեյ է, այդ ալգորիթմը կշարունակի աշխատել։ Այդ raft algorithm-ը ահավոր շատ է օգտագործվում AWS-ի leak-ը բաների մեջ raft algorithm-ը օգտագործում, որպեսզի բան leader election անեն ու քանի դեռ majority-ն այդ կոմպերի ակտիվ է, եթե դաժե երկու կոմպը մեռնի, ասենք 5-ից 3-ը ակտիվ է, էլի սերվիսը ակտիվ է մնում, available է մնում ու consistent է մնում, որտեվ network partition-ը այդքան վատ չի, էլի։ Բայց եթե 5-ից majority-ն կտրվեց իրարից, արդեն էլ չես կարող consistency-ն ապահովել։ Կամ չես կարող consistency-ն ու availability-ն իրար հետ ապահովել։ Okay, building blocks, server, դա այն կոմպն է, որը serve անում քո application code։ Vertical scaling, այդ նշանակում է որ քո կոմպը փոքր կոմպ էր, ինչ որ ասենք 1 GB RAM ուներ, հիմա արդեն շատ user-ներ ունես, սարքում է 4 GB RAM անց։ Այդ այս ինտերվյուների ժամանակ այդքան պետք չի գալի, որտեվ այդքան փոքր չի scale-ը, էլի։ Պարտադիր մենք գնում ենք միանգամից horizontal scaling։ Horizontal scaling-ը այն է, որ մի հատ ունես server, 5 հատ ես առնում, ավելի մեծ scale ես ունենում։ Load balancer-ը մի հատ ուրիշ ոնց որ server է, որը traffic-ը route անում քո տարբեր այդ 6 server-ների միջև ու կարող ես դու horizontal ավելի շատ scale անես։ Ահա, database-երի տեսակներ։ Բոլորդ օգտագործել եք ham SQL, ham NoSQL database-ներ։ Ու երբ որը կօգտագործեք։ Ահա։ Ահա։ SQL-ը ունի sense մի հատ կայֆ բան, որը կոչվում է ACID, էդի atomicity, այսինքն լուբոյ transaction կամ լինելու է, կամ չի լինելու, չի կարող ասենք կեսը լինի։ Consistency, որը նշանակում է այդ S consistency-ն ունի, լրիվ նույն բանը չի։ Նշանակում է բոլոր transaction-ներից առաջ ու հետո քո database-ը լինելու է այն վիճակում, որը դու ոնց որ սպասում ես, այսինքն ստրուկտուրավորված։ Այսինքն եթե ինչ-որ foreign key constraint ունես, այդ երբեք չի խախտվելու transaction-ից առաջ ու հետո։ Իսկ atomicity խոսք է տալի, որ transaction-ի արանքային state չես ունենալու երբեք։ Isolation, այսինքն եթե ունես մի քանի հատ միանգամից query, իմա լինի read թե write, եթե մի քանի հատ ունես, իրանք նենց են աշխատելու, ոնց որ իրար հետևից աշխատեին, ու վերջինն է հա, որ եթե ինչ-որ transaction save եղավ, այդ data-ն չի կորի։ SQL database-ը ամենաշատը օգտագործվում SQL database-ները, որը էլի ինտերվյուի ժամանակ default պատասխանը հիմնականում Postgres-ն է, աշխատում են հիմնականում end data, end case-երի համար, որտեղ ունես դու ահագին relational data ու scale-ը sense ասած sense անվերջ scalability պետք չի քեզ, որտեղ այս SQL database-ները shard անելը ահագին բարդ է, նու գոնե այնքան trivial չի, ինչքան NoSQL database-ները, որոնք հենց դրա համար են ստեղծված, որ կարողանան շատ ահավոր մեծանան։ SQL database-ները օգտագործվում են relational-ի համար, երբ որ պետք է նաև join-ներ անել տարբեր table-ներ իրար հետ, կարողանաս data-դ պահես normalized, այսինքն քիչ data պահես ու ինչ որ հարմար ձևով պահես, չունենաս մի data-ն երկու տարբեր տեղեր գրած, որ մեկը update անի, մյուսն է պետք է գնաս մի ձև ջոգես update անելու բան։ Այդ ինքը դրա համար հարմար է։ NoSQL database-ը հարմար է,
երբ որ ունես սենց ասած infinite scale, օրինակ, էլի NoSQL-ի այդ ինտերվյուների ժամանակ մարդկանց ականջին հաճելի default պատասխան կա, այդ DynamoDB-ն է AWS-ի, էդի նենց DB-ա, որ ինքը basically infinitely կարա scale լինի, Amazon-ի բոլոր ապրանքները DynamoDB-ի վրա են, ու տենց blog post-եր կա, թե ոնց է DynamoDB scale լինում ու աշխատում, բանի ժամանակ, այդ Prime Day-ի ժամանակ, ոնց է ինքը կարող մեկա sub 10 millisecond response time ունենա։ NoSQL database-ներում հիմնականում պահում ենք data-ն denormalized, որտեղ join-ները պետք է դու application layer անես, այդ շատ կդանդաղան ամեն ինչ, եթե դու ուզում ես երկու տարբեր table-ներ իրար կպցնես, պետք է դու քո application-ի կոդի մեջ անես, չունի ինքը տենց inherent join գաղափար։ Էլ ինչ կար ասելու NoSQL-ի մասին, սպասեք տենեմ նոթերից մեջ ինչ ունեմ գրած։ Այս մկնիկը ոնց բերեմ մի կոմպի վրա։ Այո, իհարկե։ Cloud ունեմ 400 տարբեր MongoDB-ներ ենթադրենք։ Ես ավելի լավ 400 տարբեր cloud-ներում 400 տարբեր connection-ներ ունենամ, քան թե 400 SQL DB-ներ։ MongoDB-ն, okay, MongoDB-ն այդքան լավ իրականում չգիտեմ ոնց անում, բայց ընդհանուր առմամբ NoSQL database-ները Okay, ասեմ, sense concept կա, որը կոչվում է sharding, որը նշանակում է, որ օրինակ մի հատ sharding-ը օրինակ վերեմ, մենք ասենք primary key-ն hash ենք անում, ու այդ hash-ի առաջի տառը վերցնում ենք, հա, ասենք 26 հնարավոր տառ կա, կամ չգիտեմ, քան բիթերով հաշված։ Anyway, you get my point, առաջի տառը վերցնում ենք, ու այդ առաջի տառով որոշում ենք այս 26 database-ների մեջից որի մեջ գրենք այս data-ն։ Էդի կոչվում է sharding, at least ես տենց եմ հասկանում sharding-ը, որ նա, եթե սխալ եմ հասկանում, խնդրում եմ դու ինձ ուղղի, ոնց հասկանում դու սենց լավ ջոկում ես այստեղ։ Ես տենց գիտեմ sharding-ը ինչ է, ու SQL-ում այդ անելը շատ պրոբլեմատիկ է, որովհետև այդ acid guarantee-ները ահագին դժվար է handle անել, եթե դու data save ես անում տարբեր մեքենաների վրա, տարբեր ֆայլերի, տարբեր դիսկերի վրա։ Իսկ NoSQL database-ը այդ գարանտիան չի տալի քեզ sense tenant։ Sense tenant չի ասում, որ այս acid եմ լինելու, չի ասում, որ atomic եմ լինում, չի ասում, որ միշտ ինչ այդ consistent state-ը ուզես պահպանելու եմ։ Ինքը տալիս է base guarantee, որը ես այդքան լավ չեմ հիշում ինչ է նշանակում, բայց տենց է կոչվում, base guarantee է տալիս։ Իր հավեսը այն է, որ ինքը կարող է հանգիստ շարժանի։ Երբ ուզում է, կարող է մի հատ DB ունես, ահա որ շատ data լցվեց մեջը, կարող է այդ DB-ն փոխի 5 հատ մեքենայի վրա դնի ու այդ 5 հատ մեքենայի վրա բաշխի այդ data-ն, հետո երբ որ դու ինչ-որ բան ուզում ես կարդաս իր key-ով, ինքը այդ key-ից ջոգում է որ մեքենայից կարդա ու այդ մեքենայից է քեզ data-ն հետ ուղարկում։ Ու data-ն է որ denormalized է, join page չի, այսինքն SQL-ում էդ է խնդիր կլներ, եթե shard արածելներ data-դ, պետք կլներ կարող է այս մեքենայից կարդաս, բայց պետք է հիմա մի հատ այն մյուս մեքենայի join անել, էլի ինչ որ տենց խնդիրներ առաջանալու։ Հետարքիր մի հատ տենց historical fact, YouTube-ը սկզբում երբ որ սկսել է SQL-ը եղել իր database-ը, որը ոնց որ այսօր հետ նայելով այդ լավ որոշում չի, բայց ժամանակի ընթացքում երբ որ իրանց scale-ը շատ է մեծացել, իրանք սկսել են ոնց որ shard անել այդ data-ն ու application layer ահա որ շատ ոնց որ տենց messy code են ունեցել, որ կարան այդ sharding-ը պահպանեն։ Հետո ստեղծել են պրոյեկտ, որը կոչվում է Vitess։ Այդ պրոյեկտը հիմա open source դրած է, կարա մոռացեք իր մասին կարդաք։ Էսա։ Այս YouTube-ն է սարքել Vitess-ը, ինքը MySQL-ը, որը կարում է shard լինի, թե ինչքանով է ինքը լավ աշխատում կամ բան, հաստատ շատ լավ աշխատում, որտեղ YouTube-ը էս օգտագործում, բայց it's up to you, էլի, թե էս լուծումը լավն է թե չէ։ Ինքը ոնց որ լուծումը մի խնդիր, որը ցանկալի չէր դեմից ելներ, էլի, եթե NoSQL database օգտագործեին, պետք է որ ամեն ինչ լավ լիներ, բայց YouTube-ը երբ որ ստեղծվում էր, այդքանը մենք այդքանը գիտենք, որտեղ YouTube-ը սխալվել է, որտեղ էսա կամպանիաները սխալվել են, էլի։ Այտենց, էլի ինչ որ հարցեր կա SQL, NoSQL-ի մասին։ Ես վստահ եմ, որ NoSQL ինչ որտեղ օգտագործում է, YouTube-ը գոնե մի քանի տարի առաջ Vitess-ով MySQL-ի վրա էր։ Այսինքն YouTube-ի վիդեոների metadata storage-ը Vitess-ով MySQL-ի վրա էր։ Գոնե մի քանի տարի առաջ։ Կարող է փոխվել այն։ Մենք է database-երի ավելի տենց niche ձև կա, որը graph database-ներն են, իրենք օգտագործվում են այն ժամանակ, երբ որ դու կարաս ունենաս arbitrary nested relation-ներ։ Օրինակ, եթե social network-ի մեջ
social network-ը լավ օրինակ է, էլի ես ունեմ ընկերներ, իմ ընկերները ունեն ընկերներ, իրանք ընկերները ունեն ընկերներ, օրինակ LinkedIn-ում եմ որ գրած է 4-րդ connection-ը ինքը քո, էդի շատ լավ մոդել կլներ GraphDB-ով, կհաշվեիր քանի edge-ա պետք, որ հասնես այդ node-ին, քո node-ից հասնես այդ node-ին, GraphDB-ին լինում է համ acidic principle-ներով, օրինակ Neo4j acidic principle-ներով է, ու կան GraphDB-ներ, որոնք acidic principle-ներով չեն, ինքը համարվում է NoSQL database-ի տեսակ ու մի քիչ ավելի niche use case ունի, տենց։ Հաջորդ կոմպոնենտը Q-ն է, GraphDB-ի մասին եթե հարց ունեք կամ ավելացում ունեք, ես GraphDB-ի հետ երբեք չեմ աշխատել։ Դուք էլ հասկացա։ Okay, մյուս կոմպոնենտը Հաջան։ Ես չգիտեմ ինչա։ Ես գիտեմ Amazon Neptune կա, էդ էլ է GraphDB, Neo ավելի թանկ է, վау։ Բան ինչ? ArangoDB, հա։ Տենց։ GraphDB use case ես իմ կյանքում մի անգամ տեսա իմ գործի մեջ, այդ ագին հետարքիր էր, տենց բացահայտում էր իմ համար, որտեղ միջև էդ ես ասում էի չեմ ճարելու ոչ մի անգամ use case, բայց այս վերջերս եղավ։ Կարամ ասեմ ինչ use case էր, DNS blocking application էի գրում ու պետք էր որ ունենամ, օրինակ Facebook եթե ուզում ես բլոկ անես, պետք է բլոկ անես fb.com, facebook.com ու ինչ որ Facebook-ի ուրիշ ինչ որ subdomain-ի ձև էր, հա։ Եթե ուզում ես բլոկ անես Meta, պիտի բլոկ անես այս Facebook-ը ու նաև ասենք Instagram-ը, էլի իր subdomain-ներով։ Եթե ուզում ես բլոկ անես social media, պիտի բլոկ անես Facebook-ը ու Twitter-ը իր subdomain-ներով, իր Meta-ն ու Twitter-ը իր subdomain-ներով։ Ու այս ագին հարմար GraphDB-ով աշխատում է, որովհետև դու կարող ես arbitrarily nested block level-ներ ունենաս, էլի։ Այսինքն user-ը եթե ուզում է social media block անի, social media-ի ոնց որ edge-երով միացած է ինքը ոնց որ Meta-ին, Twitter-ին, սրան նրան, իրանք եթե ինչ որ domain հասանելի է այդ user-ից, ուրեմն բլոկ արած է։ Այս ավելի լավ ձև դժվար է մոդել անել օրինակ սովորական SQL-ով կամ կարա սովորական SQL-ով դա ձև կա recursive query-ներ գրելու, այսինքն GraphDB-ը սարքում SQL-ով, GraphDB-ով ագին լավ է մոդել լինում, որովհետև կարող պատկերացնեք user-ը կարա բլոկ անի մի հատիկ domain, մի հատիկ տենց domain-ների խումբ, մի հատիկ ավելի մեծ կատեգորիա ու այդ բոլորը շատ հանգիստ մոդել է լինում GraphDB-ով։ Q-ն օգտագործվում է, երբ որ պետք է decouple անել։ Հա, լավ է, օքեյ, միացրեք։ Հա, դե լավ, միացրեք։ Q-ն օգտագործվում է, երբ որ պետք է decouple անել producer ու consumer մասերը application-ի։ Դրա մասին հեսա օրինակում կխոսանք YouTube-ը դիզայն անելու օրինակում, բայց հիմա ասեմ լավ, ոչ չէ։ Մի երկու բան տեղերով փոխենք։ Երբ որ YouTube-ի վիդեո ես upload անում, ինքը այդ raw file-ը save-ա լինում, ինչ որ ասենք object storage-ի մեջ, դու չես ուզում քո սերվերը սինխրոն այդ վիդեոն ուղարկի մի հատ encoder service-ի ու հետո հետ ստանա պատասխանը։ Շատ ավելի հարմար ու ճիշտ է, ոնց որ ու ես կասեի, որ ոչ թե շատ ավելի հարմար ու ճիշտ է, այլ այս ձևը, որ ես նոր ասացի, բացարձակ սխալ է։ Ճիշտ է այդ YouTube-ի վիդեոյի sense ասենք ID-ն կամ ինչ-որ բան metadata-ն գրել ինչ-որ Q service-ի մեջ ու ունենալ worker-ներ, որոնք այդ Q service-ից հա, կարդում անում են, էլի գրում են ուրիշ տեղ էլի պատասխանը։ Այդ դեպքերում օգտագործում են Q, այդ տենց էլի շատ կարևոր բան է, այս համարյա բոլոր system architecture design interview հարցերում օգտագործում է։ CDN ու cache իրանք տենց ոնց որ նման խնդիր լուծող բաներ են, cache-ից լավ սկսենք, cache ասենք օրինակ Redis, դա ոնց որ ինչ-որ database-ի տեսակ է, որը in memory է գրվում, RAM-ի մեջ է գրվում, իր վատը այնա, որ եթե կոմպոտ մեռավ, всё, սա կորցիր դատան, իր չնայած ձևեր կա, որ դու ինչ որ step-երը մեկ գրես դիսկի վրա, որ հետո էլի ինքը զարթնելուց կարդա այդ դիսկից, բայց հիմնականում ինքը օգտագործվում է որպես cache, այսինքն որպես ձև, որ արագացնես query-ները, ոչ թե որ source of truth լինի, էլի։ Իր մեջ կարա ոչ բոլոր entity-ները լինեն, համարյա միշտ ոչ բոլոր entity-ներն են մեջը։ Իրանից կարդում ես, թե կպավ, լավ է, արագ պատասխանում ես, չկպավ, իսկական DB-ից ես կարդում, գրում ես մեջ։ CDN-ն էլ այս նման կոնցեպտ է, բան ֆայլերի, ավելի մեծ չափերով ֆայլերի համար, որոնք ապրում են user-ին մոտիկ տեղ, այսինքն օրինակ հիմա ուզում ես YouTube-ից վիդեո նայես, բայց YouTube-ի այդ
վիդեոյի storage-ի original location-ը Ամերիկայում է, պետք է Ամերիկայից չանք քաշես բերես Հայաստան, որը մի քիչ դանդաղ կլինի user-ի տեսանկյունից ու user-ը կանջտի սայթը, այդ լավ չի։ Դրա համար մենք օգտագործում ենք CDN Հայաստանում կամ Հայաստանին մոտիկ որտեղ որ սերվեր կա, այդ դրա մեջ մենք cache ենք անում այդ ֆայլը ու տեղից ենք սկսում քաշել, օրինակ AWS CloudFront-ը։ Էս էլ բաներն են, այդ CDN-ից ու cache-ից հարցեր կան։ Էս էլ REST GraphQL gRPC ենթադրում եմ սրանց հետ հաստատ REST-ի հետ աշխատել եք։ Հա, REST-ը, սաղս գիտենք, good old REST, REST-ի ոնց որ մինուսներից մեկը այն է, որ ինքը շատ ծանր է, շատ data է պարունակում մեջը։ Ամեն value-ի համար key-ն էլ է պարունակվում։ Եթե ասենք array ունես value-ների, այդ ունես ինչ-որ մարդկանց array, այդ բոլոր item-ների մեջ գրած է name վերջակետ, ասենք Էրիկ, name վերջակետ Գրիգոր բան։ Այդ name բառը կարող menակ մի տեղ գրած լինել, լիխի ամեն տեղ գրած։ Այդ ինքը մի քիչ անհարմարություն կամ դանդաղություն է ստեղծում, եթե ահավոր մեծ քանակի data հետ ես աշխատում, հիմնականում ամեն ինչ օքեյ է, համարը բոլոր app-երը REST օգտագործում են, ամեն ինչ լավ է։ GraphQL-ը էլի HTTP-ի վրա հիմնված, սրանք սաղը HTTP-ի վրա են հիմնված։ GraphQL-ը օգտագործվում է այն ժամանակ, երբ որ քո data-ի տեսքը թե ոնց է կլիենտին պետք գալու, դու սկզբում չգիտես։ Օրինակ կարող է Facebook-ից մարդ ես ուզում, կամ GitHub-ն է GraphQL օգտագործում, GitHub-ից կարող է repository ես ուզում fetch անես, հա։ Հիմա այդ repository-ի ի՞նչն է քեզ պետք, էլի։ Կարող է պետք է այդ repository-ի author-ի follow անողները։ Հիմա դրա համար REST endpoint ունենալ charge-եր 100% ու 3 հատ query անելն է կարող է անհարմար, հա, ու ենթադրում եմ GitHub-ը այտենց հասկացել է, որ իրանց համար ավելի հարմար կլինի, որ այտենց գրաֆային ստրուկտուրայով query անես, իր իմաստը այն է, որ դու query-ի մեջ ասում ես ինչ ես ուզում պատասխանում ստանաս։ Օրինակ ասում ես, ես ուզում եմ ստանամ իմ friend-երին ու նաև իրանց friend-երին։ Ու մի query-ով կարող ես ստանաս այնքան խորը nested data, ինչքան քեզ պետք է։ Ստեղից հարց կա, այս slide-ից вообще in general։ Ոյ, ներող, դա մեր։ gRPC-ին binary format է, էդի Google-ն է սարքե երևի, բանը, ինքը լուծում է այդ իմ ասած REST-ի խնդիրը, որ ամեն անգամ այդ key-ն չգրվի, ինքը իր ոնց որ վատը այն է, իր լավը այն է, որ ինքը binary format է, շատ արագ է, շատ քիչ քանակի data է փոխանցում, վատը այն է, որ նախ human readable չի, կարդաց չես իմանա ինչ եկե, ու երկրորդ ոնց որ arbitrary application չի կարող ինտեգրացիա լինի քո հետ, էլի, պետք է ինքը դեմից իմանա ինչ տիպի բաներ է ուղարկելու։ Ինքը պետք է քո protobuf type-երը ունենա ու պետք է compile անի իր կլասներով կարողանա ստեղծ, երբ որ request-ը ստանա, կարողանա parse անի ու ճիշտ օբյեկտներ սարքի։ gRPC-ին այդ տիպի սերվերներում, որ API-ը տրամադրում աշխարհին, ես չեմ տեսել ոչ մի անգամ որ օգտագործվի, ինքը օգտագործվում է inter-service communication-ի համար։ Հա, օրինակ եթե երկու հատ սերվիս ունես կամպանիայում, ուզում ես իրար հետ խոսան, համարը հաստատ օգտագործելու ես REST, էդի մեջնի REST-ն օգտագործում, բայց եթե շատ data է, gRPC կարաս օգտագործես, save կանես ինչ-որ ինտերնետ։ Կարծեմ HTTP 2-ը gRPC։ Հա, probably տենց բան կա, հա։ Մեկ է WebSocket կա, էդ էլ չեմ գրես տեղ մոռացել էի, WebSocket-ն էլ bidirectional communication է, WebSocket-ը HTTP վրա է, թե TCP։ Ինձերացվում, հա, okay, էդի bidirectional communication-ը, որ կարաս ոչ միայն դու request ուղարկես DB-ին, այլ կարա DB-ը քեզ push անի, էլի, ոչ թե pull անես, մենակ, այլ նաև կարա push անի։ Հիմա այս continued ոնց որ building block-երն են, այստեղ API protocol-ս մի հատ ունեմ գրած։ Ջան, ժողովուրդ, մի քիչ կրճատվեց թոք։ Vector DB այս քանի տարին է ոնց որ սկսել ես հարցահավար շատ օգտագործվել, այս GPT-ական ոնց որ post GPT աշխարհում, վեկտորները այդ data-ի semantic ներկայացումն է, ինչ որ շատ երկար թվային վեկտորի տեսքով, ասենք ինչ որ 3084, բան ասենց ինչ որ բաներ կա, դու կարաս text ուղարկես ChatGPT-ին ու ChatGPT-ին չէ, OpenAI-ի embedding endpoint-ին ու ստանաս պատասխան vectorized ինչ որ form, որի կայֆը այն է, որ այդ vectorized form-ը պարունակում է իր մեջ, թե ինչի մասին էր այդ տեքստը։
բայց բառացի այդ տեքստը չի, պրոստը պարունակում է ինչի մասին է։ Հիմա դրա հավեսը այն է, որ եթե դու ունես, ասենք, գրքեր կամ կինոների description-ներ, ու ուզում ես մի կինո գտնես իր description-ով, դու կարող ես չգիտես ինչ բառ է օգտագործվել այդ կինոյի մեջ, բայց գիտես որ ինչ-որ բարձր շենքերի, սամոլոտների մասին է, ինչ-որ կրակոցի է բան, այդքանը գրում ես, ինքը գնում է այդ քո գրած տեքստը embed-ը անում ու կոսինուս մոտիկությունը հաշվում, հենց բառից բուն իմաստով այդ կոսինուս մոտիկությունը մաթեմից անցնում ենք, այդ հաշվում է այդ vector db-ի վեկտորների հետ, ու որի այդ մոտիկա նշանակում է դու սեմանտիկ նման բան ես հարց տվել, էլի, ու դրանք return անում քեզ հետ, որպես պատասխան։ Այսինքն դու կարող ես post տաս ոչ թե keyword-ով, այլ իմաստով, որը թույն բան է, այս շատ է օգտագործվում, հիմա ասենք բոլոր search engine-ներում տենց բան են ավելացնում ու շատ լավ աշխատում է, հեսա աշխատել եմ իրանց հետ։ Ինչ որ մարդ կա, որ vector db-ների հետ հիմա աշխատել է։ Okay։ Հա, անուն Pinecone, PG vector, էդի SQL-ի extension-ա, որ PostgreSQL-ի վրա կարող ես ավելացնես vector-ներ նաև, էլի։ Այսինքն իրանք հիմնականում պատկերացրեք մի հատ էլ column-ը ավելանում, օրինակ կա Twitter-ի օրինակը, տեքստը կա tweet-ի, մի հատ է ավելացնում ես vectorized column, հա, այդ Postgres-ում PG vector եթե install extension ավելացնեք կլինի։ Ու այդտեղ պահում եք այդ tweet-ի ոչ թե ոնց որ տեքստը, այլ իմաստը։ Ու հետո կարաք այդ tweet-ը իմաստով է post-ակ, էլի։ Կարաք ոչ մի բառը նույնը չօգտագործեք, բայց ինքը մեկը կարողանա գտնի։ Monitoring and logging, այս ասենք հիմա հիմնականում ասենք Datadog-ն է դելանում կամ կարաք monitoring and logging-ը հիմնականում այդ հարցերը տալիս են իրանք, որ հասկանան, որ դուք գիտեք, ասենք health check-ը ինչ է, որ դուք գիտեք tracing-ը ինչ է, OpenTelemetry-ի հետ պատկերացնում եք ինչի համար է օգտագործում OpenTelemetry-ին կամ logging-ը, ու նաև բանը, որ կարևոր է, որ հասկանաք բաները, սերվիսի latency-ին եւ այլն, այնտեղ որ կոմպը քանի գիգաբայթ RAM-ը օգտագործում ես պահին, ինչքան մոտիկա CPU limit-ին բան։ Այդ դրանք մտնում են monitoring ու logging-ի մեջ, դրանց մասին tool-եր, երևի elk stack, հա, այդ կարաք իմանաք, որ elastic cache, logstash ու Kibana, այդ ձևա, որ դու self-host անես քո ոնց որ monitoring stack-ը, ու մեկը OpenTelemetry, որը այդ հիմա շատ տենց հայտնի արդեն ամենտեղ այդ են օգտագործում, չնայած շատ նոր բան է, 2017 թվականին ստեղծել է, ամենտեղ այդ են օգտագործում, այդ tracing-ի համար է, tracing-ի ու logging-ի տարբերությունը մոտավորապես այն է, որ tracing-ը ասենց waterfall ձևով ասում է request-ի ամեն մասը ինչքան է տևել, դու ոնց որ ամեն ենթադրենք ֆունկցիայի կանչ կարող ես trace անես, տենաս որ այստեղ սկսեց այս ֆունկցիան, այստեղ բրծավ այս ֆունկցիան, այստեղ սկսեց այս հաջորդ ֆունկցիան, այստեղ բրծավ parallel մի քանի բան run եղավ բան, իսկ log-ը ոնց որ point in մի հատ event-ը։ Ու tracer-ն ու log-երը հիմնականում trace ID-ով իրար հետ կոռելացիա են ելնում, դու կարող ես բոլորը միաժամանակ տենաս ու լիքը կարծիք կազմես, էլի թե լավ է աշխատում քո բանը թե չէ application-ը։ Object store-ը այդ AWS S3-ն է, այդ մի հատ տեղ է, որտեղ կարող ես օբյեկտներ save անես, այդ հեշտ է։ Event log, event bus ու event queue, սրանց տարբերությունը ես իրականում այն ժամանակ լավ չէի հասկանում։ Դուք գիտեք տարբերությունը որն է event log, event queue ու event bus-ի։ Okay, event queue-ն այն ինչ որ այն ժամանակ ասեցի, որ decouple անեք consumer-ին ու producer-ին։ Event bus-ը, այդ օրինակ AWS event bridge-ն է, որը ուղղակի fan out անում քո ուղարկածը։ Այսինքն ինքը չի պահում ինչ որ storage-ի մեջ, որ հետո իրան կարդան։ Այլ քեզ եկավ event ու պետք է օրինակ ուղարկել ինչ որ notification service-ի ու մեկ է մի հատ ուրիշ service-ի, որ կամ պետք է ուղարկել notification service-ի ու մի հատ է queue-ի մեջ ավելացնել, օրինակ, հա։ Հիմա այդ event bus-ը, այդ event-ը վերցնում է ու fire and forget անում։ Վերցնում է պրոստը ուղարկում է սաղին ով որ ինան subscriber եղած, էլի։ Ոնց որ SNS-ը, այո, ոնց որ SNS-ը ու event bridge-ը նաև։ Այդ event bus-ը ոնց որ պատկերացրեք լեզվի event emitter-ը, էլի, բանի programming լեզվի մեջի, բայց architectural event emitter-ը։ Event log-ն էլ այդ էլի ուրիշ կոնցեպտ է, օրինակ Kafka-ն է event log ու ես ուրիշ event log հենց հիմա մտքովս չի անցնում вообще, բայց Kafka-ն այդ ամենահայտնին, ամենաշատ օգտագործվող event log-ն է։ Event log-ն էլ մի հատ append only file է, մենակ կարաս ավելացնես, չես կարող ոչ մի ջնջես, ու իր հավեսը այն է, որ ու event-ներ ես ավելացնում այդ ֆայլին։ Իր հավեսը այն է, որ consumer-ը կարա լուբոյ կետից replay անի event-ները։ Օրինակ ասենք consumer-ը մեռավ, բայց գիտի որ 141-րդ event-ին էր հասել,
որ էլի ծնվի, կարա 141-ից շարունակի։ Կամ ասենք կարա գնա տենա իր DB-ի մեջ միջև որտեղ է սեյվ արել, դեից շարունակի։ Event log-երը օգտագործում են էլի այնպես տեղեր, որտեղ այս replayability-ին կարևոր է, ու կարևոր է historical data file-ը։ Էլի ֆինանսական համակարգերում event log-եր օգտագործվում են, որ օրինակ audit trail ունենաս, եթե աուդիտորներ գան, ասեն սա ախպեր նայ դու դիր քո կոմպով դու րանար այս կետից սկսած կտենես որ սա նույնն է ու հուսած որ իրանք չեն անի էլի։ Ի տարբերություն SQS։ Հա, SQS-ը, այսինքն իրանք իրար sense նմանոտ բաներ են թվում, որտեվ event-ների հետ են կապված սա, բայց լրիվ ուրիշ բաներ են անում իրեքն էլ, այս event log, event pass ու SQS-ը։ Event queue-ն պրոստը պահում է event-ը, քանի դեռ consumer-ը չի վերցրել։ Ու իր գարանտիաները այնա, որ օրինակ եթե consumer-ը acknowledge չանի ստացումը, ինքը մի քանի րոպեից նորից կուղարկի consumer-ին ու at least once delivery ունի, կարաս ordering ունենաս բան, իսկ event log-ը ահագին ուրիշ բանի համար է, ինքը ոչ մի բան չի պահում, ավելի ճիշտ պահում է, в принципе, append-all-ի մեջ, ֆայլի մեջ պահում է, բայց ինքը forever է պահում։ Вообще է պահում, էլի, SQS-ը որ կարդացիր մի բան ջնջվում է։ Authentication systems այդքան շատ ժամանակ չունենք, երևի եկեք հիմա այս արագ անցնենք։ Authentication-ի ձևեր կան տարբեր, ինչ որ API-քերով authentication, JWT-ով, session-ներով authentication, էլի սրանք հասկանալը իրենց trade-off-ները հասկանալը լավ է, օրինակ, primitive օրինակ, JWT վատը այնա, որ չես կարող revoke անես, այսինքն եթե user-ը JWT-ով է մտնում, չես կարող ասես, եթե ուզում ես իրան հանես, ինքը stateless է, էլի։ Եթե համաձայն չես, ասա ոնց համաձայն չես, ինչ որ գլուխդ ճարժում է։ Cache-ով կարաս։ Իսկ ոնց կարաս անես։ User-ի կից մի հատ բան ես պահում, դեպուս Redis-ում կամ ինչ-որ տեղ ու այդ բանը որ գալիս է, այդ value-ն փոխում ես։ Հա։ Այդ value-ը մտցնում ես։ Հա։ Հա, ես լրիվ համաձայն եմ քո հետ, տենց կարաս, բայց JWT կայֆը ոնց որ session-ից կամ բանից լավ է այնա, որ ոչ միտեղ պետք է save չանես ոչ մի բան, էլի։ Հա, Իրա պրոստը բանում անում, որտեղ hand system design-ը։ Հա։ Okay, fair։ JW ինչ refresh token եթե հա ճիշտ ես ասում refresh token եթե ունեցար պահում ես DB-ում ու բայց այդ ամեն անգամ չի օգտագործվում էլի ամեն սովորական request-ի ժամանակ դու JWT-ին stateless բան է դու իրան կարող ես բացես կարդաս ոչ մի DB ոչ Redis ոչ մի asynchron օպերացիա չանելով դու կարող ես user-ին վերիֆիկացնես ու եթե մեջը գրած է իր claim-երը այդ RBAC claim-երը գրած է ինչ կարա անի ինչ չի կարա անի այդ կարող ես իմանաս առանց Redis կարդալու եթե Redis ավելացնես ոնց որ կոպիտ ասած այնա session օգտագործեիր բայց հա sure միշտ այդպես trade-off-եր կան session-ը երևի ամենա-flexible վարիանտներից մեկն է Redis-ի մեջ ես պահում ու secure cookie-ի մեջ ես գրում encrypted ու մենակ server-ը կարող այդ cookie-ին կպնի Այդտենց այդ authentication system-ները lambda-ները որոնք lambda-ն լավ աշխատում են ժամանակ երբ որ քեզ պետքա infinite scale ու ոնց որ պետքա infinite scale ոնց որ yesterday էլի ոչ թե հիմա շատ ուշանում ես արդեն պետքա սարքել մի բան որը կարող է վաղը 1 միլիոն հատ user ունենա ու դու հավես չունես ժամանակ չունես manage անելու այդ environment-ները ու իրականում էլի բաներ կա որ իրան հարմար է այնտեղ step function-ներ կա կամ lambda-ն կարաս դնես որ encoder function-ը lambda-ն անի queue-ից կարդա encode անի բաց թողի տենց բաներ կարաս անես lambda-ն կոչվում է serverless չնայած այդ սուտ է server կա բնականաբար serverless-ը կոչվում որովհետև դու manage չես անում server-ը manage-ը անում Jeff Bezos-ը ու դու կարող ես այդ սերվերները ոնց որ rent անես on demand եթե ոչ մի user չունես թող չես տալի եթե 1 միլիոն user ունես քաշվա շատ վատ ամեն ինչ այս bloom filter-ը այտենց բանի համար եմ ստեղ գրել ոնց որ որպես բոնուս էդի probabilistic data structure-ը էլի լավ է իմանալը մեկ-մեկ հարցնում են ես նկատել իմ մոտ պատահել է եթե նկատել եք Twitter-ում, երբ որ գրանցվում ես, լյուբոյ սայթում, երբ որ գրանցվում ես, username ես գրում, ինքը միանգամից գիտի այդ username-ը զբաղված է թե չէ։ Դա ահագին տարօրինակ բան է իրական, որտե՞ց գիտի, որ username-ը զբաղված է։ Այդ ահագին երկար query պետք է անես, սաղ user-ների մեջ պետք է նայեր։ Ու շատ հետաքրքիր data structure կա, կոչվում է Bloom filter, կարա կարդակ, կարամ sense թեթև ասեմ ինքը ինչ անում, ասեմ, հա, դե անցնենք, okay։ Ինքը պատկերացրեք մի հատ binary array է, օրինակ, չգիտեմ, 4000 երկարության binary array է։ Երբ որ դու ստանում ես username user-ից, դու այդ username-ը hash ես անում մի քանի տարբեր hash function-ներով, այն ոնց որ
օրիգինալ սովորական Bloom filter-ով 3 hash function-ներով hash ես անում ու այդ 3 hash function-ներով ստացած մի հատ bit-եր փակում ես այս բանի մեջ, այս array-ի մեջ։ 4200-ությամբ array-ա, ասենք 3-րդ, 165-րդ ու 7000-րդ bit-երը փակում ես։ Հա, 7000 չէ, sorry, 3000-րդ bit-երը փակում ես։ Հիմա եթե ես նույն անուն էի լիգա, էլի նույն այդ 3 hash-երն ալնելու ու իմանալու ես որ 100% այդ անունը չէ, sorry, չես իմանում։ Եթե մի հատ անուն գա ու տենաս որ այդ 3 bit-երն ես զբաղված չի, ուրեմն 100% այդ անունը ազատ է։ Որտեվ եթե ազատ չլներ, հաստատ զբաղված կլներ, էլի։ Բայց եթե 3 bit-ն է փակվում է, հələ չգիտես զբաղված է թե չէ։ Որտեվ կարող է hash collision լինի, մի քանի տարբեր անուններ այդ 3 bit-ը փակեն ու այդ անունը մեկը ազատ լինի, էլի։ Այսինքն ինքը միակողմանի հաստատ պատասխան է քեզ տալիս։ Չէ, կարա կրկնվի։ Նու, հենց այդ 3 կտորը երևի շանսը քիչ է որ կրկնվի, բայց կարաս պատկերացնես, որ տարբեր 3 անուններ, տարբեր 3 անգամ այդ 3 բիթերը փակեն։ Ասենք մի հատ եսի ինչ անուն 3-րդ բիտը փակի, մի հատ լրիվ ուրիշ անուն 1000-րդ բիտը փակի, մի հատ ուրիշ անունը 3000-րդ բիտը փակի, մի հատ անուն որ գա այդ 3 բիթերը ստուգես, կասես զբաղված է, բայց կարող է զբաղված չի, կարող է ուրիշ անունների hash collision ա եղել։ Այդ ժամանակ պետք է արդեն database-ից նայես։ Այսինքն երևի ես սխալվեցի իմ խնդրի մեջ, ոչ թե ինքը կարող է ասի, որ անունները զբաղված են, այլ կարող է ասի, որ զբաղված չեն։ Ենթադրում եմ, որ իր անձի ոնց որ մոդելն է կա, որ կարա հակառակը անի, բայց ես խաբար չեմ։ Ես ուզում ես resource-ները share անեմ, ու հետո մենք կարանք YouTube-ի օրինակը նայենք։ Այս ամենաառաջի գիրքը Designing Data Intensive Applications, այս field-ի տենց ոնց որ պապան է, ամենալավ ռեսուրսն է, այդ հաստատ արժի կարդալ։ Այս Grokking the System Design Interview ու IS System Design Interview, այս էլ է գիրք։ Նիվերքյան։ Այս գրքերը իրար տենց somewhat նման են, իրանք ոյ, լավ։ Այս գրքերը իրար նման են ահագին, այն առումով, որ երկուսն է սկզբում խոսում են այս building block-երի մասին, հետո բերում են որոշ օրինակներ, շատ տարբեր օրինակներ system design-ների, այնտեղ URL shortener-ի օրինակ են շատ հաճախ բերում, rate limiter-ի օրինակ են բերում, newsfeed-ի, ինչ որ տենց video aggregation system-ի, բանն է շատ հաճախ հանդիպում, crawler, web crawler, Google-ի, ասենք, web indexing-ի հարցեր են։ Չնայած այս հարցերը հիմա գոնե ինձ թվում է, քանի որ այդ AI-ական application-ները շատ են տարածվել, ինձ թվում է ավելի հաճախացել են հարցերը տենց semantic search անելու այդ vector DB-ով այս կարգի հարցերը։ Վերջի ինտերվյուի ժամանակ, որին ես եմ մասնակցել, ինձ հարցրել են Sarkem բանը։ Երկու անգամ system design ինտերվյու եղել, մեկը ասել են Sarkem ոնց է կոչվում այդ սայթը, Hugging Face սայթի search։ Hugging Face-ը այդ մոդելների սայթ է, GitHub-ի նման, բայց AI մոդելների սայթ է, ասել են Hugging Face սայթում search սարքի, որ մարդը կարողանա իր մոդելը գցի, հա, ու այդ description-ով ուրիշները կարողանան semantic search ան։ Մյուս ինտերվյուի ժամանակ ասել են բան արա, host արա, բան, foundation AI model, այսինքն ChatGPT սարքի, էլի ասենք ասած։ Չէ, մոդելը ունես, ինչ որ GPU-ի վրա աշխատում է, դու իր կողքի այդ բաները սարքի, որ history ունենա user-ը, կարողանա login-ը լինի, ինչ որ sense կարողանա այդ մոդելի հետ խոսա, բան, sense։ Դրա համար ես տենց absolutely վստահ չեմ, որ այս տակի երկու գրքերը շատ useful են, եթե նամանավանդ ինչ-որ AI adjacent role-ի եք դիմելու, այն վերևի գիրքը հաստատ արժի կարդալ, այս գրքերից է արժի բաներ նայել։ YouTube կանալներ կան, sense, այս կանալները ահագին լավն են, ես իրանից օգտվել եմ այդ ինտերվյուի պարապելուց, ու GitHub, IS GitHub-ի ամենամեծ repository-ներից մեկն է, ոնց որ history, հա, ինչ-որ 300,000 աստղ ունի տոլի ինչ, system design primer-ն է, եթե չեմ սխալվում, ես դա բացում եմ, ստե, հա, հեսա։ 343,000 աստղում։ Ասենք լյուբոյ այդ modern project-ներից, որ արագ աճում են աստղերը, շատ է, էլի շատ է։ Ինքը շատ ռեսուրսներ է share անում, sense լիքը ռեսուրսներ share անում, ամենավերջում է բան կա, մի հատ սեկցիա կա, տեխնիկական կամպանիաների բլոգերի լինքեր է։ Այս բլոգերը, sense generally speaking, ահագին լավ ռեսուրս են, էլի հասկանալու թե ինչն է սխալ գնում մեծ կամպանիաներում ու ոնց են իրանք դրանից լուծում, դրանից լիքը բան կա սովորելու։ Այն մյուս լինքը, որ ստեղ դրել էի, System Design Excalibros։ Excalibron տենց website է, որտեղ կարող ես հիմնականում system design-ները Excalibros սայթով են անում, ասում են մտի այդ Excalibron բաները։
նկարի, հա, system design-ը։ Հիմա այս մարդը սենց այսքան իր պարապելուց արել է, ու նայեք հələ մի հատ ինչ որակով բաներ է ստացել, իստե ունեմ երկու հատ բացած, հəլստե։ Այս system design-ն է, էսի ասենք եկա բացատրություն է, տենց ահագին խորը, թե ինչ assumption-ներ ա արել, ինչ ա օգտագործել, բան։ Այս շատ դույր ռեսուրս է, էլի, այս մարդը տենց անվճար գցել է, այս մեկը, այս է մյուսը։ Այս է խիեմ այս երկուսը բացը, մեկը Twitter-ն է, մեկը YouTube-ը, որտեղ էդ է ուզում այսօր պատմեի, տենց ասի cheat կանում էլի, մի քիչ ես ձերով չեմ անի, բայց եկեք մի հատ հիմա ձերով փորձենք Excalibur բացենք ու YouTube-ի նման ինչ-որ system ստեղծենք։ Ահա։ Բայց քիչ իտողում թազավան սարքեմ, այս ոնց պետք է անեմ, գիտեք դուք։ Չէ, Excalibur։ Բայց Miro-ի նման բան է։ Որտե՞ղ, հա, դե կար։ Հա, տեսա։ Հա։ Լավ, էսի քանի որ YouTube-ն է, եկեք այն մեկը reset անենք, որ կանանք օգտվենք, եթե պետք է լինի։ Ահա։ Հիմա YouTube-ը դիզայն անելու համար, եկեք participatory անենք, հա, դուք ինչ եք կարծում, նախ ինչ clarifying հարցեր կարելի է տալ YouTube-ը սարքելուց։ Ու այդ կարող ենք գրենք, էլի, ստե, եկեք բան անենք։ Սենց էր տեքստ գրելը։ Ահա, ես հիմա այդ system design-ի լարվածություն եմ զգում, էլի։ Ինչ հարցեր կտակ ինտերվյուերին, եթե ասենք ասում է YouTube-ը դիզայները։ Load, հա, load, եկեք ասենք 500 միլիոն user կա։ 500 միլիոն daily active user կա։ Ինձ թվում է մոտավորապես ճիշտ թիվ եմ ասում, էլի։ Վեշնի տենց է, ու ասեմ ավելին, համարյա load չունեն, բայց իրանք ուզում են իմանան, որ մի օր որ ունենան load, որը տենց շատ կասկածելի բան է, էլի, որը դուք իմանաս ինչ անես։ Իրանք ասելու են մեծ load, հաստատ։ Այս system design interview-ի կայֆը է դա։ Իմաստը է դա, էլի։ Կարող է 500 միլիոն չասեն, կարող է ասեն 10 միլիոն։ Իմ ինտերվյուի ժամանակ ասել էին Hugging Face սարքի, որի մեջ 100,000 մոդել կա, որը ամեն մոդելը մինչև 10 GB կարող է, էլի քիչ չի, էլի։ Բայց հա, տենց չի լինի, որ ասեն խոսքի 3 հատ user ունենք, ինչ անենք, ասա էլի ոնց product market fit գտնենք խոսքի։ Իրանք ասելու են տենց շատ user-ներ ունենք։ Այս իրանք իսկական user-ները չեն։ Սուտ բան են ասում, քեզ ստուգելու համար, էլի։ Okay, 500 միլիոն daily active user ունեն։ Էլ ինչ հարց կարելի է տալ, կամ ինչ assumptions նրանց կարելի է անել։ Լավ ես ասում։ Հիմա ես ստեղ իմ մոտ գրել եմ մի քանի հատ sense note, հեսա կարդամ։ Ուրեմն ասում ոնց որ YouTube-ը շատ մեծ հասկացություն է, ահավոր մեծ հասկացություն է YouTube-ը, ու հեսա մի այսքան պարագրաֆը պետք է կարդամ, էլի ձև չի։ Երբ որ ինչ-որ մեկը ասում է YouTube սարքի, այդ շատ տարօրինակ հարց է, էլի, որովհետև YouTube ինչ է նշանակում։ YouTube-ում կարաս վիդեո գցես, կարդաս, այդ ամենատենց հասարակ բանն է, հա, որ մենք YouTube-ը հետ ենք պատկերացնում։ Ինքը ունի տարբեր բաներ, հա, որակի տարբեր որակների encoding-ներ ամեն վիդեոյի համար ունի։ Ունի caption support, հա, կարող ես դու բան անես, թարգմանություն դնես կամ անգլերեն closed caption-ներ դնես, ու նաև ունի multi-language voice-over, հա, հիմա արդեն թազա function կամ 2-3 տարի է, որ կարող ես վիդեոտ ամբողջովին հենց voice-ը թարգմանես ռուսերեն կամ տարբեր լեզուներով։ Ունի search recommendation system, ունի search ու recommendation system, կարաս follow անես creator-ներին, կարաս short-եր նայես, կարաս comment-ներ գրես, moderation tool-եր կան, որոնք bot-երին գտնում են, at least that's what they tell me, ես սովորը bot եմ դնում դե, չգիտեմ ոնց են գտնում, ու նաև հիմա վերջերս սկսել են AI generated վիդեոներ գտնել, advertiser-ների համար feature-ներ կան, որ advertiser-ները կարողանան YouTube-ում ad-եր դնեն, thumbnail generation-ի component կա, որ վիդեոն submit անելուց նկարը չէ ստեղծվում կամ կարաս դու ձեռով submit անես, վիդեոյի description կարես գրես փոխես, AI feature-ներ կան, որոնք summary են անում վիդեոներն վիդեոյի տակ, like dislike կնոպկեր կան, comment-ներ կան, comment-ների like dislike կնոպկեր կան, history ունես, կատեգորիաներ կան, ոնց որ music, gaming, news, trending, Ես ոնց է իմացել որ կա, այսօր sense scroll-ում արա YouTube-ով որ տենում էլ ինչեր կա էլի, notification support կա, որ ասում է ring the notification bell, playlist-ներ կան, reporting կա, կարող ես report անես, ասես ես մարդը abuse անում, ոչ եմ, ինձ թվում է point-ը մեկ արեցի, որ ոնց որ պետք է դեմից հասկանանք ինչ է նշանակում YouTube։ Երբ որ մարդը ասում է YouTube սարքեք, իրանց պետք է հարցնեք
Այդ ի՞նչ է։ Մի հատ էլ արի ջոգենք։ Ես ենթադրում եմ, որ YouTube-ը այնա, որ կարող ես վիդեո գցես ու վիդեո նայես։ Ճիշտ եմ հասկանում։ Այդ buy-in-ն էլ է շատ կարևոր, որ դու հարցնես հələ որ ոնց որ ամեն ինչ մենք on the same page ենք, ճիշտ եմ հասկանում թե չէ։ Եթե ինքը ասում է, հա, ասում ես, «Սա ուրեմն ամեն ինչ լավ է, առաջ ես գնում»։ Այդ մասը շատ կարևոր է։ Այդ որ ինքը ոնց որ իմանա, որ դու ոնց որ ինչ որ product-ից ինչ որ մի բան հասկանում ես, էլի, պրոստը ChatGPT-ին չես, որ ասում է YouTube սարքի, դու ասում ես, «Հա, ուրեմն YouTube-ը էսա»։ Ու սա սուտի hallucinated բաներ է սարքում, էլի։ Okay, եկեք այդ ենթադրությունը անենք, ուստի գրենք։ Այդ երբ որ ինչ որ ենթադրություններ ենք անում կամ հարցեր ենք տալի, ես մուկիկը ուրա։ Երբ որ ինչ որ ենթադրություններ ենք անում կամ հարցեր ենք տալի, վերջնի այդ board-ի վրա ասենց ընդհանուր գրում ենք, որ ոնց որ on the same page լինենք, էլի ինտերվյուերի հետ։ Հիմա գրում ենք user can upload videos, user can watch videos։ Եկեք ասենք այսքանն է, ու user can follow creator, սա խոսքի։ Ինչ-որ case-ը իրեն suggest չանես, այլ ուղղակի ասես MVP-ի համար, որ ինքը հիմնական feature-ներն ես YouTube-ից ուզում լինի, ինքը քեզ ասի։ Դու իրան հարցնես, ինչ feature ես ուզում կլինի։ Կլինի в принципе, երևի ավելի sense դու ownership, product ownership ես ուստալի, որ ասես ես եթե MVP ես ուզում, ես խորհուրդ կտամ sense լինի, բայց whatever, դա տենց big deal չի, հաստատ okay կլինի։ Կարաս իրան ասես, դու ասա, ինչ ես ուզում սարքեմ։ Վերջի իր ինտերվյուն է, էլի։ Ինքը ուզում է իմանա, որ դու պատկերացում կարող ես կազմես շատ քիչ ինֆորմացիայից, ընդհանուր առմամբ թե product-ը ինչ տեսք ունենա, էլի։ Այդ ստուգում է այս ինտերվյուն։ Դրա համար ցանկալի է դու ինչ որ մի բան ասես, հա, ասա դու ասա, բայց ասա ես ինձ դից մի հատ բան ասեմ, խոսքի մի բան է դու ավելացրու։ Ահա։ Հիմա եկեք այդ estimation-ները անենք։ Դե ես իրականում արած ունեմ սա մոտս։ Ասեք ես մկնիկը էլի չեմ գտնում։ Ահա։ Sense estimation-ներ ունեմ մոտս արած։ Եկեք սա paste անենք, նորից հաշվարկները չանենք, էլի։ Ահա։ Լավ, ասենք 5 միլիոն ունի daily active user, որ այդ հաշվարկները ճիշտ լինի։ Ահա։ Users watch 5 videos per day, 10%-ը մի հատ վիդեո են upload անում, average video size-ը 300 MB-է, ահա, ոչ թե մեզ պետք է օրը 150 TB։ Այսքան data է save անում YouTube-ը, այդ մենակ raw վիդեոների մասին է խոսքը։ Մենակ այդ user-ի upload արած վիդեոների մասին է խոսքը։ Okay, հիմա ենթադրենք ինչ որ մի հատ տեղ ենք հասել, որ մենք ահագին ոնց որ այդ ինտերվյուերի հետ նույն պատկերացումը ունենք, թե ինչ ենք ուզում ստեղծենք։ Հիմա կարևոր է մի հատ sense high level design առաջարկել YouTube-ի, ու հետո արդեն կամաց-կամաց խորանանք, թե ասենք SQL ենք օգտագործում, թե NoSQL բան, բայց high level ինչ խորհուրդ կտակ դնեմ ես, ինչ կոմպոնենտ դնեմ, որ կանա user-ը օգտվի YouTube-ից։ Ես պատկերացնում եմ, որ ես մի քիչ տենց ոնց որ vague հարցեմ, ինչից սկսենք, բայց այդ ինտերվյուի վաղտել է տես։ Կարանք TV-ից սկսենք, հա։ Եկեք, ստե մի հատ, սենց մի հատ բան դնենք, ստե ինչ գնեմ, DB պրոստը, հա։ Իսկ ես, որ ասում ես DB, ինչի նկատի ունես, ես ինչ հա պահելու։ Դեմից մոտեցումը event-ների վրա, հասնում ենք event-ների վրա, չէ՞։ Դավայ։ Event-ների վրա, ասենք դեմից եթե loaded chart-ը բալանսերներն ես դնում։ Okay, արի բալանսերները դնենք։ Բալանսերներից գնացինք։ Արի մի հատ ամենասկզբում սենց մի հատ ստե միտե, մի հատ այս նկարելն է, հա։ Այս user-ն է, էլի։ Իրակյան, պետք է նկարեմ ձև չի։ Էս է հեռախոսնացեր։ Այս user-ն է։ Հիմա այս user-ից գնում է մի հատ load balancer։ Եկեք այս ջնջենք for now, էսը հետ կբերենք։ Ահա։ Ստե load balancer-ը, ոչ մեզ սաղս ջոգում ենք, որ load balancer-ը, էլի չգրեմ վրեն։ Իրա հետևն է կա, ասենք ինչ-որ տենց բան։ Ինչ։ Լավ ես ասում, gateway, okay, էդ էլ ես լավ ասում, մի հատ gateway կա, արի մի հատ էդ սենց դնենք։ Ու բանի հետևն է կա, այս gateway-ը կարա ինչ-որ ասենք authentication manager-անի բան, սես բաներ, հա։ Ու մի հատ է կա ստե բան, էսի արդեն ոնց որ բուն API server-ն է, հա, սենց արի երկու հատ նկարենք, որ յանի load balance եղած է, էլի։ Ահա։ Ստե ասենք, չգիտեմ, 50,000 server կա, շատ user ունենք, էլի։ Իրականում էդ էլ է կարևոր, որ մենք մոտորապես կարողանանք հաշվենք քանի server կա ստե, հեսա կարողանանք հաշվենք, բայց ստե չգիտեմ կկարողանանք թե չէ, բայց որտեվ ստե load-ը այդքան շատ չի, էլի, ոնց որ այն encoding server-ները կարողանանք հաշվենք քանի հատ։ Gateway-ը այսքան
Չէ։ Gateway-ը Gateway-ը այնա որ ոնց որ user-ի request-ը translate անում, որ քո բանը հասկանա back-end-ը։ Էդի հենց API gateway գաղափար կա AWS-ում։ Էտա ոչմ։ Այս գրես չգրես այդքան մեծ կարևորություն չկա, որտեվ կարաս ասես load balancer-ը տիպը gateway էլի։ Load gateway օրինակ կարա SSL termination անի, խոսքի։ Կարա այդ քո website-ի այդ HTTPS-ը, հա, strip-անի macro request-ը տա server-ներից, որ ու ստացի ոչ թե կարա, այլ շատ լավ կլինի որ անի, դետի server-ի վրա թողերը լավ իդեա չի էլի, որտեվ server-ի վրա մեծ load-ը։ Էդի էլի typically load balancer-ները այսօր կարող են անեն։ Այս բոլոր իդեաներում կարելի է խորանալ։ Խոսքի load balancer-ների ձևեր կա application load balancer, կա elastic load balancer։ Իրանք այդ network-ի տարբեր layer-ների վրա են նստած։ Այդ application load balancer-ը HTTP request-ները load balance անում, ասենք route-ներով։ Իսկ 4-րդ level-ի այդ elastic load balancer-ը TCP request-ները route անում։ Կարող է вообще HTTP չես օգտագործում դու էլի, ուրիշ տիպի սիստեմ ունես, այդ դրանց համար է։ Պրոստը տիպիկ հարցեր չեն, դրա համար դրանց մասին շատ եթե պարապում եք ինտերվյու, ասենք մյուս շաբաթ ինտերվյու է, դրա մասին պետք չի մտածել էլի։ Okay, այս սերվերը, այս ինչ որ API-ի ոնց որ API ենք դնում անունը, հա։ Հիմա այս սերվերից ինչ անենք դրանից հետո։ Եկեք ենթադրենք այս գրում ակսած, ես user-ը բանա, վիդեո upload անում, հա, խոսքի։ Video upload։ Ահա։ Զանանգրի ռավեր վիդեոն ընդրի մեջ է, ունենանք մի մեդիա սերվեր, միկրոսերվիս ունենա, որ էդի process անում։ Որակներ է դնում, կոդինգ անում, այն կոդինգից հետո էլ ասենք ունենա այդ մեդիա սերվերի storage ինչ-որ նա։ Լավ, հələ սպասի էսա հասնենք, դե հիմա մի հատ sense problem կամ հարց ուղեմ քո դիզայնի վրով, էլի։ Հիմա եթե user-ները հենց այս API-ին վիդեոներ ուղարկեն, այս API-ը շատ շուտ բան կլինի, overwhelm կլինի, որտեվ ասենք բեյսով մեծ ֆայլեր է գալիս API-ին։ Այդ դրա խնդիրը ոնց կարանք լուծեք։ Ու մի հատ է օրինակ բերեմ, եթե user-ը մի գիգաբայթանոց վիդեո ուղարկում 500 մեգաբայթը ուղարկե բրծել է, server-ը մեռավ կամ connection-ը reset եղավ, այդ 500 մեգաբայթը կկորի։ Այդ լավ չի։ Սրան էլի տենց ոնց որ canonical default լուծում կա, հա, էդի բանն է։ Object storage-ը, любой object storage, օրինակ S3-ը, ես Amazon AWS-ի հետ եմ ծանոթ, դրա համար եմ օրինակ բերում, բայց բոլորում կա։ S3-ում դու կարող ես սարքես signed URL, որը ոնց որ private URL է user-ի համար, մենակ այն մարդը կարա տեղ ինչ որ բան գցի, ով որ այդ signed URL-ը ունի, հա, այդ signed, այսինքն private key of signed էլի։ Այդ URL-ը, եթե տալի այսինքն ստեղ ինչ պետք է լինի։ Պետք է այս API-ը S3-ին signed URL ուզի S3-ից, այդ URL-ը տա այս user-ին, այս user-ը միանգամից S3-ին upload անի վիդեոն։ Այդ սա խնդիրները S3-ի հետ, արդեն ասում ես դու գնա այդ խնդիրները S3-ի հետ լուծի, ու S3-ը այդ խնդիրները բնականաբար լուծում է, եթե partial upload-ը լինի ինքը կարող է տեղից կեսի չառնակի ու մյուս խնդիրը որն է։ Հա, ու server-ը չի overwhelm-ում էլի, որտեվ ինքը directly S3-ը upload անում վիդեոն։ Այս էլի տենց տիպիկ պատասխան է այս sense հարցերին ու այս իրական ճիշտ պատասխան է, իրական կյանքում է service սարքելը sense ապետ սարքել։ Հիմա այստեղ եկեք տենց ինչ-որ sense S3-ը իմ համար շատ կլոր service է, դրա համար կլոր եմ դնում այստեղ։ Ահա։ S3-ն է։ S3-ը հետ է պատասխանում signed URL, հա։ Ինչ-որ մեկը հարց ունի այդ signed URL-ի մասին։ Եթե հարց ունեք, stop տվեք, էլի։ Perfect։ Ստե գրում եմ signed URL։ Այս signed URL-ը ոչ մի հետաքրում user-ին 50-ը error-ը դրեմ, ստե։ Ու այս user-ը ուղիղ S3-ի մեջ է գրում իր վիդեոն։ Okay? Այս sense արդեն ահագին լավ բան ստացանք, որ մեր սերվերը overwhelm չի լինի սրա պատճառով։ Այս S3-ը երբ որ վիդեոն լրիվ ստանում պրծնում է, ես այդ event-ի անունը չգիտեմ, բայց հաստատ event կա էլի թե որ ինչ որ event է անում, որ ես թազա ֆայլ ունեմ իմ մեջ։ Այդ կարակ ուղարկեք event bridge SNS ու դրանք կարան այդ ֆայլ այդ վիդեոյի մասին metadata-ն կամ վիդեոյի անունը կամ վիդեոյի ֆայլի լոկացիան ուղարկեն queue։ Արդեն քո ասածն եմ ասում էլի։ Հա։ Եկեք այդ տենց անենք, եկեք stay-ից ինքը տենց event-ով գնում է ինչ որ մի հատ queue-ն սենց երկար նկարենք։ Էհե։ Էսի ինչ որ բան, pre-encoded video queue։ Ահա։ Այս pre-encoded video queue-ի մեջ
այս վիդեոն մի քանի փոփոխություն է ենթարկվում։ Նախ ամենայն հավանականությամբ, քանի որ YouTube-ը շատ տարբեր mobile device-ներ, browser-ներ, ֆորմատներ է support-անում, իրան պետք է այս վիդեոն նախ resolution-ները ու նաև իրական համակարգում video encoding համակարգում բան ալնում։ Վիդեոն ու sound-ը իրարից առանձնացնում են ու առանձին են handle-անում։ Երբ որ դուք YouTube-ում վիդեո նայեք ու network tab-ում նայեք ինչ ալնում, վիդեո տեսնելու ֆայլն ու sound-ի ֆայլը առանձին է գալի, էլի։ Այո, ինձ թվում է, այո, տարբեր կոդեկներ պահելու համար ու տարբեր որակներ պահելու համար, այսինքն իրանք շատ flexibility ունեն, որը որի հետ կպցնեն։ Օրինակ կարող է դու Android ես օգտագործում, որը support-ը անում այս ինչ video codec-ը, այս ինչ sound codec-ը, ես Apple եմ օգտագործում, որը support-ը անում այդ նույն sound codec-ը, բայց ուրիշ video codec խոսքի։ Դրա համար sound-ը մի անգամ պահենք, էլի։ Հա, սենց բայց էսի այդքան է կարևոր չի, եթե չեք դիմում video processing ինչ որտեղ գործի, էս սենց հարցեր չի լինելու հաստատ։ Anyway, հիմա ստե ինչ մի բան լնում աստե ոչմ, ինչ որ ձև process են լնում այս վիդեոները ու գնում են բան, ինչ որ մի հատ service, որը որ բան անում։ Ստեղ process չեն լինում վիդեոները, sorry, ստեղ են process լինում վիդեոները, այս Q-ն է, այս կարդումը states։ Հա, հələ որ մենակ վիդեոյի URL-ն է, հələ որ մենակ S3-ի URL-ն է, հələ metadata իրականում ունենք metadata։ Եկեք ոնց որ որպեսզի ավելի ճիշտ գնանք, ստեղ միտեղ մենք ունենք մի հատ բան, NoSQL database, ну ավելի կոնկրետ այս DynamoDB ունենք մի հատ, որտեղ պահում ենք բոլոր վիդեոների metadata-ները։ Այս վիդեոյի metadata-ի մեջ մենք պահում ենք համ վիդեոյի ոնց որ ինչ որ description, ով է գցե, կարանք դաժե ով է գցե իր նկարը պահենք, որտեղ մեկը denormalized է, էլի, it's fine։ Որ ամեն անգամ user-ի DB-ին hit չանենք, էլի։ Մի հատ է առանձին կարանք ունենանք users DB, որը կարող է SQL լինի, որտեղ պետք է տենց ահագին relational պահ ունի մեջ գոնե follower-ների վրով։ Չնայած դա էլ խնդիր տենում եմ։ Այս system design-ի ոնց որ կայֆը այնա, որ ոնց է դիզայնան էս լավ չի, մեկը մի բան լավ չի գնալու։ Եթե follower-ները դու պահես SQL DB-ի մեջ, feed ստեղծելը մի քիչ դժվարանում է, որտեղ feed ստեղծելը էլի լրիվ տենց եկա թեմա է, էլի, այդքան է հեշտ չի, աջան։ That's fair։ Լավ, չոտքի պատասխան է։ Բայց դե կար իրականում, նայ, տխուր բան ասեմ, users can follow creators։ Լավ, բայց այս դեպքում կարանք ջնջենք, մեկը մեր ձեռն է։ Okay, այս DynamoDB-ի մեջ պահում ենք այս վիդեոյի metadata-ն, description-ը, գծողի նկարը։ Հիմա գծողի նկարի պահելու մեջ ինչ խնդիր կա։ Մի հատիկ տենց մի քիչ փախած խնդիր կա։ Հա, creator-ի նկարը պահում են վիդեոյի metadata-ի մեջ։ Duplicate ալնում, այո, այսինքն չէ, նկարը չեմ պահում, նկարի URL-ն եմ պահում, բայց եթե այդ վիդեոյի creator-ը փոխի նկարը, դու հին նկարը կտենաս։ Ոչ, whatever, էլի, ոնց որ մեծ խնդիր չի, availability-ն ավելի կարևոր է, քան consistency-ն։ Եթե ինքը նկարը փոխի, մենք ինչ որ մի հատ event-ով կգնանք, սա նկարները կփոխենք, էլի։ Մի օր, ինչ որ երբ որ ազատ ժամանակ կունենանք սերվերի վրա, գնանք կփոխենք։ Եվ load-ը քիչ լինի, էլի ուզում ասեմ։ Այս DynamoDB-ն է լավ արագ այդպես բաներ անում։ Հիմա ոչ միտի օքեյ է, էլի, իմաստը այնա, որ դու մենակ այս DynamoDB-ից կարդաս, երբ որ վիդեո ես ուզում նայես, մենակ այս DynamoDB-ից կարդաս, ուրիշ տես չկարդաս, որ latency-ը քիչ լինի, որ պետք չլինի ինչ-որ join-ներ անել քո follower list-ի հետ, բան, որ գնաս գտնես այդ մարդու նկարը։ Այդ մարդու նկարը ստե է պահ, էլի, ոչ։ Anyway, հիմա ստե մենք անում ենք բան, video encoding, դա արդեն անում է այդ բան, էլի։ Ոնց որ խոսում ենք, հա, այդ մեդիա սերվերն է, որը որ գցենք ամեն վիդեոն ինքոդ անում մի րոպեում։ Օրինակ, միջինում մի րոպեում անում վիդեոն ինքոդ։ Հիմա մենք ստե քանի վիդեո ենք ստանում մի վայրկյանում։ Եկեք արագի մեջ estimation անենք, 10% of users upload one video per day, այսինքն 5 միլիոնից 10%-ը, ինչքան է, 500,000։ 500,000 մի օրում գալիս, հա։ Բաժանենք 100,000-ի, հա։ 5 վիդեո է գալի մի վայրկյանում։ Դա այդքան է շատ չի։ Օրվա մեջ մի այդքան վայրկյան կա էլի։ Okay, լավ, ոչ, okay, 5 վիդեո է գալի մի վայրկյանում։ Հիմա քանի հատ ունենք այս սերվերից։
Հա, չէ, պրոստը ոնց որ trap կա, որ ասես 5, բայց 5 չի իրականում, որտեղ մի րոպե է տևում ամեն encoding-ը։ Դեռ եթե 5 հատ ունենաս, ոնց որ մի վայրկյանում կգա 5 հատ, այդ 5 հատը IQ կլինի, կսկսեն մի րոպե տևել, մյուս վայրկյան 5 հատ է կգա, մյուս վայրկյան 5 հատ է կգա, ամեն վայրկյան 5 հատ կգա։ Այսինքն 5 անգամ 300 հատ տի ունենաս, էլի։ Այս ընդամենը 5 վիդեո վայրկյանում encode աներում 300 հատ տի ունենաս սերվերից։ Իհարկե կարաս։ Auto balance անես էլի։ Հա, կարաս ու կարաս լամդա է օգտագործես, ինքը թո ջոգի էլի։ Լամդան թո Q-ից ծնվի էլի, հենց Q-ն բանը լինի, լամդա գեներացվի, անի։ Հա, լրիվ էլի բանը, պատասխանը։ Լամդան կարող է այդքան լավ պատասխան չի, որովհետև թանկ է, բայց հա, կարաս auto balance անես։ Ինչ։ Այսինքն լավ ենք անում, թանկը է։ Всё, точно։ Չէ, բայց որ auto ինչ է կոչվում, auto scale անես, լավ կլինի։ Այդ լավ պատասխան է էլի։ Okay, այս վիդեոն ինքո դեղավ բրծավ, այս վերջնական մետադատան, այսինքն այդ չանքերի մետադատան, chunk metadata-ն գրվում է այս metadata DB-ի մեջ, իսկ ընդհանուր վիդեոյի հենց chunked ֆայլերը գրվում է մի հատ ուրիշ S3-ի մեջ, որտեղ արդեն պահվում են այն վիդեոները, որը վերջում պետք է user-ը տենա։ Make sense, ինչ եմ ասում։ Այստեղ արդեն encoded վիդեոներն են պահվում, էլի։ Չէ, որտեղ կարա լուբոյ մարդ կարդա այսի։ Իսկ ոչ մեկ չի կարա edit անի։ Այս մենք ենք սարքել։ Այս սրա մեջ ասենք մի հատ վիդեո կա, որը ասենք 360 պիքսել որակով է, մի հատ կա, որ եսի ինչ իսպաներեն է բան, ինչ որ 1000 ձևի բան կա, էլի։ Այս edit մենք չենք թողում անի։ Մենակ այս մեր վիդեո encoding server-ն ենք թողում էսի edit անի։ Այս S3-ից հետո այս user-ը կկարդա։ Ինչ որ խնդիր կա ստեղ, որ այս S3-ից այս user-ը կարդա վիդեոն։ Այո, CDM-ի դնենք մեջտեղը։ Որտեղ այս վիդեոն կարող է Ամերիկայում է, իսկ user-ը կարող է Հայաստանում է, այտենց շատ դանդաղ կլինի վիդեոն, էլի։ CDN-ները թանկ են, ստեղ կարաք նաև ասեք, որ մենք կարանք նախ pool based CDN պետք է ունենանք, այսինքն ոչ բոլոր վիդեոներն CDN-ի վրա պահվելու բնականաբար, մենակ այն վիդեոները, որոնք նայում է user-ը։ Նաև այն video encoding service-ը, քանի որ էդ էլ է թանկ, մի հատ option է կա, որ թող եթե ինչ որ մեկը, որ ասենք 0 follower ունի, հա, առաջի անգամ վիդեո է գցել, ոչ մեկ չի նայել այդ վիդեոն։ Trust me, ես գցել եմ ոչ մեկ չի նայել։ Այդ user-ը եթե վիդեո է գցում, կանանք encode չանենք այդ բանը։ Մեկը ոչ մեկ չի նայելու։ Հենց ինչ որ մեկը նայի, մենակ այդ user-ի նայած ֆորմատով այդ պահին real time encode կանենք։ Մենակ իր նայած ֆորմատով։ Այսինքն իր նայած resolution-ով, իր նայած display, իր նայած device-ի encode support-ի encoding-ով։ Ոչ թե բոլոր հնարավոր ձևերով անենք։ Դա ինչ որ cost saving-ի ձև է, էլի։ Հստակ CDN ենք դնում, ուզում ջոգեմ ինչը ստե չեմ ասում։ Իսկ թվում է ասում եմ։ Դե CDN է, էլի։ Օրինակ Netflix-ը տենց շատ կոնկրետ CDN-ի setup ունի, ինքը իր CDN-ն է սարքել, ISP-ների հետ խոսալով, խոսքի Ucom հետ խոսում է, ասում է այդ կինոները քո մոտ է բայ։ Բայց դա տենց դժվար է, պետք է Netflix-ը լինես, որտեղ բան կարողանաս անես։ Հա, Google-ը ունի CDN, Facebook-ը չունի օրինակ CDN-ներ։ Մի հատ ինչ-որ сайт կա, ոնց է կոչվում, i-ով սկսող մի հատ сайт կա, այդ ինքն է իր CDN-ը, a.com-ը ինչ է։ Հա, կամպանիաները չեն սարքում CDN, օգտագործում են existing CDN-ներ։ Շատ հազվադեպ է պատմում, որ կամպանիան CDN սարքի։ Ուզում ջոգեմ ստե ինչ չեմ ասել, թե ամեն ինչ լավ է, թե չէ։ Երևի ամեն ինչ լավ է, ըստեղ կարաք նաև ավելացնենք, որ ինչ որ մի հատ database կլինի, որ օրինակ SQL database կլինի կամ graph database կլինի follower-ների համար, չնայած graph page-ի։ Լավ, եկեք մի հատ արագի մեջ feed generation-ից է խոսամ, դա մյուս օրինակներ, բայց հենց ստեղ խոսամ, էլի։ Ենթադրենք մի հատ ես ուզում եի Twitter-ի օրինակ բերեի, բայց ժամանակ չկա։ Ասենք մենք ուզում ենք YouTube-ի feed generate անենք, որ դու YouTube-ը բացես, feed-ը տենաս։ Ստե մի հատ բան կա, որ չեմ ասում։ Հա, չէ, էսը user-ի կարդալն է, էս գրելն է, էս կարդալը է, էլի։ Էս նույն user-ը վիդեո գցում, ինքը իր վիդեոն նայում է, ես։ Լավ։ Եկեք նայենք այս մարդը ինչ էր արել։ Load balancer, այս պրոստը 3 հատ էր գրել load balancer, դրա համար էր մեծ երևում էս իր սարքածը։ User service, user table, okay, video chunks, RabbitMQ, video metadata Kafka, okay։ Ստե ինչ որ Cassandra ինքը DB ունի, չգիտեմ, ինքը fancy բաներ արել։ Այս comment-ներն է handle արել, okay։ Բայց ահագին նման է մեր արածին, էլի ընդհանուր առմամբ, ստե Q-եր ունի, նու RabbitMQ-ա, ստե Kafka-ա, Kafka-ով է գրում CDN-ի մեջ։
Կարանք։ Kafka-ն log-ը անում դրա համար CDN-ը գրում, որ հետո Kafka-ը գրում, որ հետո եթե մի բան երկու սերվիսի մեջ տարակի log-երով նայեն, Makes sense. Makes sense. Rabbit-ը log չի անում, բայց ավելի ֆլատոսկոյի սպասողностը շատ է։ MQ-ն բանա, Q-ա։ RabbitMQ-ն Q-ա։ Այսինքն էսի կարա RabbitMQ լինի։ Ստեղ կարանք նաև բան անենք, Նարեկի ասած, կարանք ավելացնենք messaging system, որ հենց encode լինի բրծնի, չնայած հենց այս encode-ի queue-ից դուրս գա, այդ message-ի մեջով անցնի ու գնա համ video encoding, համ գնա thumbnail generation, երկու տարբեր սերվիսներ։ Կամ կարանք սրա մեջ handle անենք thumbnail generation-ը, երևի հաճախ ավելի տենց կանենք։ Բայց չգիտեմ։ Ենթադրում եմ, որ այդտեղ մի հատ sense directed acyclic graph ձև կլինի տարբեր encoding-ներ ու thumbnail generator-ը անելու, այդպես կանեն։ Okay, իսկ feed generation-ը ոնց է աշխատում, այդ չեմ նկարի։ Կարամ Twitter-ի օրինակ կամ YouTube-ի օրինակ, չնայած նույնն է, principi։ Երբ որ դու կարդում ես քո feed-ը, երբ որ Twitter-ը բացում ես կամ YouTube-ը բացում ես, ոնց ռիսկի վիդեոներ է գալի քեզ։ Դա տենց տարօրինակ է, որովհետև չպետք է այդքան արագ կարողանայիր դու գտնեիր քո follower-ների ում follow ես անում իրաց վիդեոները տենց list-ով chronological, էլի, շատ արագ է գալի։ Այդ ոնց է արվում։ Այդ իրականում հենց դու ինչ-որ մեկին եթե follow ես անում, եթե ինքը ահռելի մեծ քանակով follower-ներ չունի, այդ իր վիդեոն denormalized ավելանում է քո դոկումենտի մեջ մի հատ feed ոնց որ field կա, այդ քո NoSQL դոկումենտի մեջ feed field կա, որի մեջ URL-ների list է։ Ինքը on write քո feed-ը գրում է։ Օրինակ Twitter-ը հաստատ տենց անում, YouTube-ը չգիտեմ, որտեվ ես մտածեցի, որ երևի դու շատ follow ես անում, շատ follow ունեցող մարդկանց, էլի։ Իսկ Twitter-ում տենց չի, Twitter-ում կարաս generate follow անես, ու Twitter-ը հիմա եթե ես ինչ-որ բան tweet անեմ, իմ follower-ների այդ denormalized list-ի մեջ այդ tweet-ը կավելանա, sense append կլինի այդ list-ի մեջ։ Ու իրանք հենց բացեն, ռեսկի իմ tweet-ը կերևա իրանց feed-ի վրա։ Denormalized իմ ամբողջ tweet-ը բոլոր follower-ների feed-երի մեջ կգրվի։ Այդ շատ data է տանում, շատ ահավոր մեծ duplication կա, բայց աշխատում է, ել դուս ուսելի ոնց որ շատ լավ մարդիկ լիքը օգտագործում են այդ սերվիսները։ Բայց այդտեղ մի հատ խնդիր կա, եթե օրինակ ինչ-որ մեկը tweet անի, խոսքի Elon Musk-ը tweet անի, պետք է ասենք ես իմ քանի միլիոն մարդու այդ դոկումենտների մեջ այդ tweet-ը ավելանա։ Այդտենց չեն անում։ Ինչ-որ մի հատ follower-ների count կա, ասենք չգիտեմ 100,000 follower-ից հետո արդեն այդ չի ավելանում քո feed-ի մեջ։ Ու երբ որ դու feed-ը բացում ես առաջի անգամ, երկու հատ request-ա գնում, կամ մի հատ request-ա գնում, այդ request-ը merge անում ես երկու feed-երը իրար հետ։ Մի հատ կարդում է քո ցածր follower-ներ ունեցող ընկերների tweet-երը, որոնք ավելացված են քո դոկումենտների այդ list-ի մեջ, ու մի հատ է կարդում է այն մի հատ ուրիշ database, որի մեջ կան շատ follower ունեցող մարդկանց tweet-եր, իրանց tweet-երն է վերում merge անում ստեղ։ Դա արագ է կարդում, որովհետև քիչ մարդ ունեն շատ follower-ներ էլ։ Հա, էսի էլի common հարց է, newsfeed generation հարցն է, կամ չգիտեմ, build Facebook, build Twitter, build Instagram, դա դրա պատասխանն էլ տենց է, էլի լիքը տեղ DynamoDB կարելի օգտագործել, որտեղ այդ infinite scale-ը դա ապահովում է։ Երևի վсё։ Սենց էլի։ Շնորհակալություն, եթե հարցեր ունեք։ Եթե հարցեր ունեք, ասեք։ Եկեք խոսանք էլ իրար հետ մի քիչ տենց ուղակի։ RabbitMQ-ի Kafka-ի տարբերությունը ո՞ր է։ Ես եթե ճիշտ գիտեմ, RabbitMQ-ն Q-ա։ Իսկ Kafka-ն append only log։ RabbitMQ-ն նրա համար է, որ երկու սերվիսներ բան անի։ Decouple անի, SQS-ի նման, էլի, ասենք ուրիշ Q-երի նման։ Exchange-ներ բաներ ունին նացիան, Իրանք երկուսն բրոկերներ են։ Ահա։ Հա։ Kafka-ն DB-ներում լոգում է իր բոլոր առանցները, բոլոր event-ները։ Իրանք միկրոսերվիսների մեջ են օգտագործում, որ եթե հանգարց միկրոսերվիսներից մեկը տրակի, CT-ան ենթադրենք, Kafka-ի լոգերով տնա, որ պոստի մեջ որն է տրակը, իսկ RabbitMQ-ն էլի բրոկեր է, ուղղակի ինքը ոչ մի բան store չի անում, ինքը ավելի շատ բան է դրա հաշվին կարող է, ավելի շատ event-ան միաժամանակ։ Ուրեմն RabbitMQ-ն ես սխալ գիտեմ, ոչ թե Q-ա, այլ բանը, message bus-ը։ Ենթադրում, բայց խի այն Q կոչ։ Երկուսն է Q-ով են աշխատում, բայց իրանք բրոկերներ։ Okay, sure.
այստեղ ոնց որ այդ անունի սեմանտիկայի մեջ չկորելու համար ուզում եմ ասեմ, որ ոնց որ 3 տարբեր նպատակներով են օգտագործում queue-ը։ Մեկը message bus-ն է, որը fan out-ը անում։ Ենթադրում եմ RabbitMQ-ն քո ասածից ենթադրում եմ այդ անում։ Մեկը queue-ն է, որը decouple անում, պահում է event-ները, միջև consumer-ը պատրաստ լինի consume-անի։ Մեկն էլ event log-ն է, որը log-ը անում քո ասած ձևի, որ հետո թե CTO-ն է, թե ուրիշ service է։ Այո, կարող է replay անի։ Հա, Rabbit-ը չի, ուրեմն Rabbit-ը message bus է, էլի, կարող է իրանք իրեքն է կոչվում են Հա, broker են կոչվում, այո, բոլոր այս 3 բանն է broker են կոչվում։ Իրանք event-ի հետ աշխատելու ոնց որ մեխանիզմներ են, բայց իրանք իրար շատ նման են թվում, բայց լրիվ ուրիշ բաներ են անում, էլի։ Օրինակ, եթե Facebook-ը ունի 5 միլիոն, 10 միլիոն, մի 100 միլիոն user ունի, այնտեղ Facebook-ը անընդհատ notification չէ ուղարկում մեր հերոսներին։ RabbitMQ-ն այդտեղ հարմար է, ինքը կարող է շատ միանգամից բանը data ուղարկի, բայց որ notification մի հատ user-ի չեթա, դա այդքան problem չի։ Բայց Kafka-ն ինքը մեջն է աշխատում սիստեմայի, ինքը բրոկանում այն մեսեջները միկրոսերվիսների մեջ։ Լրիվ համաձայն եմ քո հետ, ծերից ծեր։ Իմ այդ message bus-ի օրինակները notification ուղարկելը։ Ես Kafka-ն ինչքան գիտեմ, շատ օգտագործում եմ այն համակարգերում, որտեղ այդ replayability-ն ու այդ audit log-ը կարևոր է։ Օրինակ ֆինանսական համակարգերում BESAM պետք է Kafka-ն օգտագործել։ Հա։ Որ մեկը ասենք եթե մի քանի տարբեր միկրոսերվիսներ պետքա կարդան նույն event log-ը, եթե ինչ-որ միկրոսերվիս մեռնի հետո ծնվի, նորից իմանա որտեղի շարունակի, էլի չկորեն այդ event-ները։ Այդտենց բան է կարող լինի։ Ասենք օրինակ, ապրանք առար Amazon-ից, հիմա ասենք մի քանի բան պետք է լինի։ Պետք է email գա քեզ, պետք է email գնա այդ ապրանքը առաքողին ու պետք է ինչ-որ մի հատ ես Jeff Bezos-ին փող գնա։ Այս 3 բանը անելու համար Kafka-ի մեջ է գրվում ու այդ 3 տարբեր consumer-ները կարդում են։ Այս մի consumer-ը մեռավ, ոչինչ, կծնվի, կասի, ես 163-ի վրա էի, 163-րդը կանի։ Այդ ժամանակ Kafka հաստատ օգտագործվում է, այդտենց դեպքում։ Ու այդ մի տեղ է գրվում ու queue չի, որտեվ durable պետք է լինի, ու բան չի, message bus չի, որտեվ fire and forget չի մոռանում, մնում է event-ները։ Օրինակ, եթե հարցնեմ, ինչի ենք վստահ, որ դա չի կախվի կամ S3-ին ինքը իրան resilient է, որ Հա։ Այո, S3-ին ոնց որ մեր ձեռը չի, S3-ին Amazon-ն է սարքել ու S3-ին սարքելա հենց այս նպատակով։ Սրա համար է սարքած, որ object-ներ store-անի, durable լինի ու ինքը ամեն ինչ արածա, որ developer-ին հարմար լինի օգտագործելը։ Հիմա մենք դրա մասին որի չենք անում։ Մենք ասում ենք, որ S3-ին ու նաև եթե upload անես դու ֆայլը ու կեսից կախի ինտերնետը, հետո էլի հետ ոնց որ հա, ինքը այդ կեսից կշարունակի։ Ինքը կարող է partial data-ներ պահի։ Հա, այստեղ մի հատ է բան ասեմ, երբ որ դու կարդում ես վիդեոն YouTube-ից, դու իրականում ոչ download ես անում, ոչ է ոնց որ literally streaming, այսինքն live streaming-ի նման չի։ Ինքը chunk-երով վիդեոն քեզ ուղարկում է։ Կարող է S3-ի մեջ այդ նույն folder-ի մեջ պահած է այդ վիդեոն sense chunk-երով, ասենք գրած է 0 վայրկյանից 3 վայրկյան, 3 վայրկյանից 6 վայրկյան, 6 վայրկյանից, չգիտեմ ես ոնց է արած, կամ կարող է ինչ-որ byte seek անում, չգիտեմ կարաս անես S3-ում տես բան թե չէ, ու ինքը այդ chunk-ն է տանում, էլի։ Երբ որ դնում ես 5-րդ վայրկյանի վրա, 5-ից 8 վայրկյանն է քաշում, կամ 4-ից 8 ու 8-ից 12, հա։ Այդ լավ է նրանով, որ հենց բացում ես միանգամից շատ արագ միանում է վիդեոը, որ ասեմ մի մեգաբայթ է քաշում կամ շատ փոքր քանակի data է քաշում, որ միացնի վիդեոդ, պետք չի download անել, ու էլի live streaming-ից տարբեր է։ Live streaming-ը live stream-ը անում, հիմնականում UDP-ով է անում, իսկ ես UDP-ով չանում, TCP-ով անում, որտեվ եթե դու կինո ես նայում, չես ուզում ասել 2 վայրկյան չտենաս էլի, բայց եթե live stream ես անում, օքեյ է, որ 2 վայրկյան չտենաս։ Հա, էդ էլ է հետաքրքիր, թե ոնց է YouTube-ից քեզ հասնում վիդեոն, chunk-երով վիդեոն ու voice-ը առանձին, հա, տենց է գալի։ Կարծեմ upload-ն էլ ավելի chunk-երով, multi-part, հա, 100%։ որ մեծ ֆայլերի դեպքում կարողանաս կտոր ու pause stop անես կամ Հա, միանշանակ ճիշտ ես ասում, այդ sense է լինում, ես համարյա վստահ եմ, բայց ոչ թե S3-ով, այլ GCP S3-ով, էլի իրանք block storage ունեն 100%։ Այդ Google Cloud Provider-ը, որտեղ որ YouTube-ը host արած, ենթադրում եմ Google-ի սերվիսների վրա է host արած, իրանք է ունեն block storage։ բայց մտածում եմ, ասենք Moody-ը ուղարկում է network-ով։ Ահա։ Կդերվա։ Ահա։ 500 կդերվա, 500 ուղարկելը անձե է, բայց ին կոմպը շատ դեսն ինչքան ավասնում էլի ուղարկի, էլի upload-անում, ոնց են կարող իրար այդ
Չգիտեմ, էդի բանն է, քո կոմպը ուղարկում է իրանց պրոտոկոլով, իրանց վեբսայթով է ուղարկում։ Դու մտնում ես youtube.com ու սխում ես upload կնոպկեն։ Ինքը այդ քո front-end-ի մեջ ինչ-որ մի տեղ պահում է, ինչքան ես ուղարկել։ Այդ multi-part ուղարկում է, էլի, այդ պրոտոկոլը handle է անում, that's all I can say, չգիտեմ, ավելի խորը ոնց է աշխատում այդ։ Բայց հաստատ աշխատում է։ Եթե շատ մեծ ֆայլ upload արել եմ S3, շատ մեծ, ասենք մի քանի 100 GB հանած ու եղել է նորմալ։ Էլի հարցեր կան։ Հետևներից մասնակցեք։ Ասեք, ո՞նց եք։ Okay, շնորհակալություն։